ես ինչպես ասացի ԹԳՀԳ-ի մասնագետ չեմ, բայց գոնե այն կարևորագույն կետերը, որոնք մեզ պետք է մեր աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար AI-ները օգտագործելիս իմանանք ոնց կարող ենք նյութը տանել, պատճենել, տեղադրել, կիսվել, ներբեռնել, վերբեռնել եւ այլն, այդ մասերը բոլորը կնշեմ, ու շուշ կխոսեմ, որ եթե փորձարկում եք, դուք էլ զուգահեռ փորձարկեք։ Տեսեք, Google Disk-ը ինքը այդ ընդհանուր Google-ի էկոհամակարգի մասին ենք մենք խոսում, Notebook LM-ը, Gemini-ը, Google Disk-ը եւ այլը, Gmail, իրենք բոլորը Google-ի էկոհամակարգի մաս են, ու երբ մենք մտնում ենք Google browser-ը, Gmail-ին ենք հա մեր մտնում, այստեղ մեր անվան, մեր նկարի կողքը 9 հատ կետեր առաջանում, այս կետերից բոլորը առնչվել եք, ու այստեղ ինչը որ կա, սրանք բոլորը Google-ի գործիքներն են, դրանցից մեկը ամենահզորը, երևի թե կազմակերպելու համար մեր աշխատանքը, ինքը AI չի, դա Google Drive-ն է կամ Google Disk-ն է, ունենք այստեղ Gmail-ը, ունենք Gemini-ը, այստեղ քարտեզ ունենք, փնտրելու բան ունենք, պատուհան ունենք, Google-ի նկարներ ունենք, նորություններ կարող ենք կարդալ, կալենդար կա, որը օրացույց, որին չենք անդրադառնալու, բայց այս էլ եթե դուք զբաղված եք, դուք կարող եք բան անել, ձեր Google-ի օրացույցում նշել, որ ժամի եք պարապմունքների եւ այլ, ու ինքը հիշեցնի ձեզ, դուք տեսնեք ձեր ազատ ժամերը եւ այլն, նույնիսկ հղումները կարող եք գցել, որպեսզի միանգամից այդ օրը այդ հղումով օրինակ դասի միանաք, իմիջիայլոց քանի որ իրենք բոլորը իրար հետ աշխատում են, դուք վճարովի Gemini-ի դեպքում էլ կարող եք ուղղակի իրեն ասել դու գնա իմ օրացույցում այսինչը ավելացրու, սենց պատմելով անեք, ինքը գնալու է ձեր օրացույցը զարդարելու է ամեն օր, ամեն ժամվա դիմաց գրելու է ինչ ունեք, զուտ բառերով պատմելու դեպքում էլ կարիք չկա, ինքներդ գնաք մեկ առ մեկ այդքանը տեղադրեք։ Սա եթե օգտվում եք Google-ի օրացույցից, այստեղ Google Perevodчик-ն է, Google Meet-ն է, շատերը ծանոթ կլինենք, առանձին Google Doc-ը, Sheet-ը եւ այլը, սրանց չենք անդրադառնում, Classroom-ն է, երևի օգտագործել եք, այս սրանք ավելի բիզնես գործիքներ են, ունենք նաև մեր notebook LM-ը այստեղ։ Հիմա գնանք Google Disk-ը բացենք, 9 կետի վրա որ սեղմեցինք, սա Google Disk-ն է, մի հատ գնամ կողքից էլ Gmail-ը մտնեմ, նախքան Google Disk-ի մեր հետաքրքիր աշխատանքները դիտարկելը, ուզում եմ առաջին հերթին մեյլին անդրադառնամ, նախ եթե mail.ru ենք օգտագործում, ես մեծապես խորհուրդ կտամ տեղափոխվել Gmail, mail.ru-երը ռուսական են, իրենք սանկցիաների տակ են, շատ հաճախ նամակները չի հասնում եւ այլը, բացի դրանից mail.ru-ն շատ սահմանափակ է, եթե դուք Gmail ունեք, կարող եք այս Google Disk-ի հզոր հնարավորություններից օգտվել ու համել այս Gemini ամեն ինչը իրար հետ ինտեգրած ունենալ, դրա համար շատ լավ է խրախուսելի է, որ հիմնական ձեր մեյլը դարձնեք հենց Gmail-ը, այստեղ նոր նամակ գրելու համար, դե գիտեք, այս վերևի կոճակի վրա սեղմում ենք գրիչի ու սկսում ենք մեր նամակը գրելը, նամակ գրելու հետ կապված, քանի որ մենք մեծ փորձ ունենք ուսուցիչներից, հետադարձ նամակ են գրում եւ այլը, մի հատ նրբություն կա, որը կուզեի ներկայացնել, տեսեք, շատ ցանկալի է, որ այս թեմա դաշտը դուք լրացնեք, կապված այն հարցի հետ, ինչի համար դիմում եք, այդպես ում նամակը, որ ուղարկում եք, իր համար էլ է հեշտ լինելու, հետո այստեղ փնտրի գաղտնաբառերով, օրինակ ձեր նամակը գտնի, կամ չգիտեմ, լիքը նամակներ կա, տեսեք, օրինակ մենք ոնց ենք այս թեմաները գրում, հա, անվճար վեբինար ուսուցիչների համար, որ չգնաք մեկ առ մեկ փնտրեք, այլ առանց բացել կարճ կոնկրետ երևա այդ ինչի մասին նամակն է եղել։ Ու սա, այն որ ասում է փոխադարձ հարգանք, հոգատարություն է դիմացինի նկատմամբ, ում ուղարկում ենք նամակը, ու սենց չենք շպրտում էլի ուղակի։ Դրա համար միշտ փորձենք այս թեմա բաժինը գրել, չգիտեմ, մեկամսյա դասընթացի հրավեր, Google Disk-ի դասընթացի հղում եւ այլ, այսինքն ընդհանուր փորձեք ամփոփել ինչ եք դուք ներկայացնելու ձեր նամակի մեջ, այստեղ դե հարգելի, այսինչ եւ այլը, այս նամակի կառուցվածքը կազմում եք, այս ներքևի հատվածը տեսեք
ավտոմատ ինձ տվել է, որ գրում ենք հարգանքով, այսինչյան, կարող ենք գրել որ դպրոցի ուսուցիչ ենք, կարող ենք մեր հեռախոսահամարը թողել, գուցե ուզում ենք ինչ-որ լոգո նշել եւ այլը, այդ հատվածը կոչվում է Gmail-ի մեջ ստորագրություն։ Այսինքն մենք կարող ենք միանգամից մի անգամ настройկաների միջից դա դնել, որ เป զի ամեն անգամ չգանք ձեռքով չգրենք հարգանքով, այսինչյան, հեռախոսահամար եւ այլ։ Իսկ դա էլ է կարևոր տվյալ, որպեսզի կոնտակտային տվյալը մեր թողնենք, գուցե ուզում են մեզ հետ կապվեն եւ այլ եւ այլը։ Դրա համար ինչ ենք անում, եկեք այդ մասը ցույց տամ։ Այս վերևի հատվածում դանդաղ ցույց կտամ, հետո մի 2 րոպե կսպասեմ, գուցե դուք եք փորձարկում ու առաջ կգնամ։ Այս վերևի հատվածում, որ настройկաների նշանը կա, սեղմում ենք այս կարգավորումների նշանի վրա, որից հետո այսպես ներքևում ասում է բոլոր կարգավորումները, հա, տեսնել բոլոր կարգավորումները։ Սեղմում ենք այս տեսնել բոլոր կարգավորումները կոճակին, որից հետո Gmail-ի ամբողջ կարգավորումները բացում են։ Եթե փորձեմ հայերեն թարգմանել, տեսնենք հայերեն ոնց կլինի։ Դուք էլ որ ուզենաք այսպես թարգմանեք, որովհետև իմ իմը հիմնականում անգլերեն է, եկեք տեսնենք։ Հա, հայերեն թարգմանեց։ Եկեք հայերեն թարգմանեմ, որ հասկանալի լինի, դուք էլ կարող եք այսպես անել իմիջայլոց։ Ինչ ենք անում, դե գիտենք այդ ձևը։ Դատարկ միտեղ աջ քլիկ ենք անում, translate to, переводить, ու ստեղից ընտրում ենք հայերեն։ Եթե հայերեն չի, 3 կետի վրա սեղմում ենք, առաջին տողից ընտրում հայերենը։ Դե հիմա մնում է գնամ այդ տերմինաբանությունը, հասկանամ հայերեն ոնց է թարգմանվում։ Հա, այստեղից տեսնում եք Gmail-ի ցուցադրման լեզուն, կարող ենք ընտրել, ուզում ենք այս կարգաբաների լեզուն, ինչ լինի, օրինակ իմը անգլերեն է դրած, կարող եմ գնալ, փոխել, օրինակ դնել ռուսերեն, եւ այլը, հայերեն, որ լեզուն, որ ուզենանք։ Ներքևում տարբեր կոճակներ կան, քանի նամակ եք ուզում, որ միանգամից ցուցադրվի եւ այլը։ Եկեք գնանք մենք ստորագրության մասը, այս մի հատը ջնջեմ, որը ունեմ եւ նորից ձեզ հետ միասին ստեղծենք։ Տեսեք, գրածա ստորագրություն, այսինքն մենք ինչը որ ուզում ենք այն վերջին հատվածում մեր մասին լինի, այսինչ հարգանքներով, այսինչ անես, ինչ հեռախոսահամար, այսինչ դպրոցի ուսուցչուհի եւ այլը, գրեք, որ բոլորին մեյլ ուղարկելիս միանգամից ինքը դա ավտոմատ գա մեյլի մեջ է, այդքանը չգրեք, եթե ուզենաք կարող եք ջնջել նաև մեյլի միջից։ Ինչ ենք անում, ստորագրություն, դիմացը պլյուս նշան, ստեղծել նորը, սեղմեցինք եւ այստեղ ինքը թույլ է տալիս, որ մենք մի քանի ստորագրություն ստեղծենք, այսպես ասած, ու անուններ դնենք, որովհետեւ կարող է, օրինակ, ես եմ նամակ գրելիս մի անգամ ուզում եմ, որ նամակում ես ներկայանամ որպես High Learning կենտրոնի հիմնադիր, ինչ որ բաներ այնտեղ գրված լինի, ինչ որ անձնական բանի հղում դրած լինի, կայքի հղում եւ այլը, բայց կարող է մի ուրիշի նամակ եմ ուղարկում լրիվ ուրիշ ձև, հա, միայն որպես AI դասընթացավար կամ, չգիտեմ, լրիվ ուրիշ ձև ներկայանա։ Ձերն էլ նույնն է, այսինքն մի քանի ստորագրություն ստեղծեք, անվանումները այնպես գրեք, որ ձեզ համար հասկանալի լինի ու ցանկացած նամակ գրելիս դուք ուղղակի ընտրելու եք, որ ստորագրությունն եք ուզում, որ ներքևի հատվածում հայտնվի ու այդպես արդեն կհայտնվի։ Օրինակ, անձնական, գործնական, աշխատանքային, հա, կարող եք անվանումներ տալ, ենթադրենք գրեմ, օրինակ գործնական, հա, ու ստեղծել կոճակին սեղմում եմ, որից հետո այս կողքի հատվածում մի հատ վահանակ է առաջանում։ Հիմա ես գրում եմ, ինչ եմ ուզում, որ իմ նամակի այդ վերջնահատվածը բոլորի դեպքում միշտ լինի, դե հիմնականում հարգանքով Մարիաննա Խաչատրյան, այսպես, այստեղ կարող եմ իմ հեռախոսահամարը սիրուն ձևով գրեմ, պլյուս 304 94 25 01 95, օրինակ այսպես, կարող է ուզում եմ այստեղ մեր կայքի հղումը բերեմ տեղադրեմ, կարող է ուզում եմ գրեմ այսինչ, օրինակ High Learning-ի AI դասընթացավար, այս ներքևում կարող եմ գրել, այսինքն դուք ինչ ուզում եք, որ ձեր նամակի վերջին մասում արտացոլվի, այստեղ գրեք, ես շատ ժամանակ չծախսեմ ու նաև տեսեք, այս Word-ի վահանակները այստեղ ակտիվացել են,
Մենք կարող ենք, եթե ուզում ենք, ինչ որ մի բան մքացնենք, եթե ուզում ենք, կարող ենք այս սա հղում դարձնել, ինչ որ տեքստ գրված լինի, հղումը մեջը դրված լինի, որ ասենք երկար հղում չդնենք, օրինակ, եկեք այսպես անեմ, ենթադրենք գրեմ high-end learning, high-end learning կայք, high-end learning կայք, ըհը, ու գնամ, իմ կայքը գտնեմ, հա, որ այն երկար, բարակ, այս Gmail-ով մտած չկա մեր կայքը, ահա, որ երկար հղումները չդնեմ այնտեղ, առանց էլ հղումը լավ չի ընդունում, ահա, ինչ եմ անելու, այնտեղից հղումը պատճենեցի, եթե դուք էլ այսպիսի ցանկություն ունենաք, օրինակ ձեր կայքը կիսել եւ այլը, կամ սոցիալական էջը, սա կընդգծեմ եւ այստեղ հղումի վրա կսեղմեմ կտեղադրեմ իմ կայքը ու օքեյ կանեմ, վերջ, արդեն մեկը որ սեղմի սրա վրա ավտոմատ կգնա կհայտնվի ձեր տվյալ կայքում։ Ահա, սա արեցինք, կարող ենք նորը ստեղծել նաև, էդ էլ դնել անձնական, այնտեղ էլ չգիտեմ, լրիվ ուրիշ ձև ներկայանամ, նայած ինչ գործի համար եմ դիմելու, եւ ներքևի հատվածում հիշում ենք պահպանել փոփոխությունները։ Էսա անեք, որպեսզի պահպանվի, թե չէ ասելու եք արել եմ չի ստացվել։ Ահա, վերջ, սա պահպանվեց, որից հետո այս գրել կոճակին որ սեղմենք, ահա, տեսեք, մենք կարողանալու ենք, նախ թեման ենք գրում եւ այլը, կարողանալու ենք այստեղ կարգավորումներից ընտրենք, որ ստորագրությունն ենք ցանկանում։ Այս գրիչի նշանը որ կա ներքևի հատվածում, եթե ես մի քանի ստորագրություն ունենայի այստեղ, ես կարող եմ սեղմել, օրինակ գործնական եմ, չէ, վերնագրը, սեղմեմ գործնականը, վերջ, գործնականս եկավ, անձնական էլ լինի, ուրիշ էլ լինի, այդ սեղմեմ, այդ կգա ամեն մեյլի համար։ Ու այսպես կարող եմ գրել նամակս եւ ուղարկել։ Իսկ եթե մի հատ ստորագրություն եք ստորագրություն ունեք ու ուզում եք, որ ամեն անգամ այդ ստորագրությունը երևա, դուք չգնաք չընտրեք, որտեղ կարող է մոռանաք, ինչ ենք անում, եթե գնանք նորից նաստրոյկաները, մեր կարգավորումները ու ստորագրություն բաժինը, տեսեք, այստեղ, ահա, մենք, տեսեք, ներքևի հատվածում գրածնա, չէ՞ մեր, ասում է ստորագրություն չկա։ Սա նշանակում է, որ ինքը ավտոմատ մեր ստորագրությունը նորերի մեջ չի դնելու։ Մենք պետք է այս ստորագրություն չկա կոճակի վրա սեղմենք, ընտրենք գործնականը ու էս էլ, որ պատասխանի ներքևում հայտնվի, վերջ, էս որ արեցինք, իջանք պահպանեցինք, դրանից հետո, եթե հենց ամեն անգամ սեղմեք բանի նոր նամակ կոճակին, ինքը ձեր ստորագրությունը բերելու է։ Եթե էլի այդ պահին պետք չեղավ, նորմալ է, կարող եք ջնջել ու այս գրիչի կոճակից գնալ ուրիշ ստորագրություն վերցնել։ Այս լավ է, միանգամից դնեք այդ պծիճկա բաները, ընտրեք այդ անվանումը, որտեվ շատ է լինում, արագ-արագ անում ուղարկում ես, մոռանում ես այս գրիչին սեղմես, ընտրես ստորագրությունը, այս իմ ցույց տված ձևով ավտոմատ ինքը կբերի, էլի չուզենաք կարող եք փոխել։ Այս սրա հետ կապված դե բանի մեյլերի հետ ինչն է կարևոր, որ մենք սպամն էլ միշտ ստուգենք, որովհետև շատ դեպքում նամակները սպամ են ընկնում նաև, ընդ որում եթե սպամում նամակ ա լինում, ինքը թողում է, որ մենք տեղափոխենք հիմնական բաժին, այս պահին չկա սպամի նամակ, բայց ուրիշով որ տեսնեմ բան ցույց կտամ էսա, այստեղ մենք կարող ենք նամակները պլանավորել, եթե վերապատրաստող ուսուցիչներ համոզված եմ շատ կան, մենք տեսեք, օրինակ նամակը, որ գրում ենք, չոր ենթադրենք թեման էսա, նամակը էսա, մասնակիցներին էստեղ տեղադրել ենք եւ այլը, ներքևի հատվածում մենք ունենք այս ուղարկելու կողքը, ուղարկման ժամանակացույց, սա պլանավորելն է, կարող է ինձ այդ պահին հարմար չի, լավ, բանը չեմ գրել, չի թողում, եկեք իմ մեյլը գրեմ, ահա,
որպեսզի թողի։ Ենթադրենք ինձ հարմար չի առավոտյան նամակ ուղարկեմ հիշեցնեմ, որ դասը սկսվելու է, սենց կարող եմ իմ նամակը պատրաստել, ոչ թե ուղարկել, այլ կողքի նշանին սեղմեմ, ուղարկման ժամանակացույց անեմ ու կոնկրետ նշեմ, որ օրն եմ ուզում, որ իմ այս նամակը գնա տվյալ մարդուն կամ մարդկանց խմբին ու թողում է ընտրել ամսաթիվ եւ ժամ։ Սեղմում ենք այս կոճակի վրա, որից հետո ինքը թողում է։ Մենք ընտրենք, երբ ենք ուզում, որ այդ նամակը գնա կոնկրետ որ օրը, կոնկրետ որ ժամին։ Ու նշում ենք ուղարկման ժամանակացույց, վերջ։ Ինքը հետո, որպեսզի դուք ստուգեք ճիշտ եք արել թե չէ, հայտնվում է այստեղ պլանավորված է schedule, այդ բանի մեջ է, պլանավորածների մեջ է մտնում եւ դուք կարող եք տեսնել գրած է օգոստոսի 6-ին այս նամակը գնալու է Մարիաննա Խաչատրյան մեյլին։ Եթե հետո տեսնում եք ինչ որ մի սխալ եք արել եւ այլը, դուք կարող եք ջնջել այստեղից կամ էլ հետաձգել, փոխել օրը, հա։ Եթե դասընթացը փոխվում է եւ այլ, էս էլ է շատ լավ գործիք, որ թողում է մենք ավելի ճկուն լինենք։ Հիմա մենք այստեղ էլ ինչ խնդիր ենք ունենում, նաև մեր մեյլերի պարագայում, եթե մեզ որևէ տեղից նամակ են ուղարկում եւ դա շատ հղումներ է պարունակում, եթե մեր պահով ասեմ, օրինակ մենք շատ նամակներ ենք ուղարկում ուսուցիչներին, այնտեղ լիքը հղումներ ա լինում եւ այլը, եւ մեր մեյլի համակարգը շատ խիստ է, ինքը մտածում է, որ մենք միշտ ինչ որ առաջարկներ ենք ուղարկում, ակցիաներ ենք ուղարկում եւ այլը, քանի որ հղումներ շատ կա, սոցցանցային բան է, էլի դիտարկում, ու երբեմն ձեզնից շատերի մոտ էլ ոչ թե հիմնական բաժնում է գալիս այդ նամակները, հա, այստեղ հիմնականում չի գալիս, ինքը գնում է ուրիշ բաժնում է հայտնվում ու շատերը ասում են, որ մենք ձեր նամակը չենք ստացել եւ այլը։ Խնդրում եմ, այս պահին ուշադրություն դարձրեք, նաեւ մեր մասով, հեսա ցույց տամ ինչ անեք, որպեսզի հետագայում էլ ուշադիր լինեք մեր նամակները միշտ նորություններ ամեն ինչ կուղարկենք ձեզ ստանաք ու մեյլին էլ օգնենք հասկանա, որ ձեզ համար մեր նամակը կարևոր է։ Գալիս ենք հերթով ստուգում ենք շատ ժամանակ այս ակցիաներ բաժնում է հայտնվում մեր բաները օրինակ Թեմուից տեսեք լիքը նամակներ է գալիս այստեղ է հայտնվում հաջորդը սոցիալական շատ հնարավոր է որ մերը սոցիալականում հայտնվի կամ էլ այս երրորդը թարմացումներ հնարավոր է նաև սպամ լինի բայց սպամում դեռ չենք նկատել ուսուցիչների կողմից որ ասեն եթե այս 3 բաժիններում է հայտնվել ինքը էլի հիմնական է համարվում, բայց այդ լրացուցիչների մեջ էլի սպամ չկարևորը, ինչ կարող ենք անել։ Տեսեք, օրինակ եկա սոցիալականում է, թե ակցիաներում է, կապ չունի, կամ թարմացումներում է։ Ես տեսնում եմ, որ hand learning-ից լիքը նամակներ։ Տեսեք, այս նամակի, այս մեյլին ինչ ուղարկել ենք, եկել է սաղ թարմացումների մեջ է մտել։ Ինչ կարող ենք անել։ Այ բոլորի դիմաց, նույնիսկ առանց բացելու, իջնենք էլ, լիքը աստղանիշներ դնենք։ Այս դեպքում բանը հասկանալու է, մեյլի համակարգը հասկանալու է, որ մեր նամակը ձեզ համար կարևոր է, ու եթե սենց շատ աստղանիշներ միշտ բերեք դուք աստղանիշ դնեք, ինքը հասկանալու է, որ կարևոր է ու աստիճանաբար հաջորդիվ մեր նամակները ձեր հիմնական բաժնում են հայտնվելու։ Սենց ուղղակի աստղանիշներ ենք դնում, այստեղ բանը Հա, լավ, աստղանիշներ ենք դնում ու տեսեք, երբ աստղանիշներ ենք դնում, ինքը ավտոմատ այդ նամակները տեղափոխում է մեր հիմնական բաժինը ու բացի դրանից, այստեղ ձախ մասում ունենք աստղանշված այսպիսի տող, այսինքն որնա, որ աստղ ենք դրել, եթե սեղմենք էլ հենց այդ կարևոր ձեզ համար նամակներն է լինելու, մեր կողմից կլինի թե ուրիշների, որը որ աստղ եք դրել, որ մեյլը հասկանա ձեզ համար կարևոր է։ Այս ամեն ինչը պետքա իմանանք մեզ, դե այստեղ կարող եք նամակը ջնջել, կարող եք արխիվացնել եւ այլը, նշել որպես կարդացած, այսպես։ Սրա մասով ուզում եմ էլ շատ չխորանամ, այստեղ վերևի հատվածում էլ կարող եք փնտրել ինչ որ գաղտնաբառերով կամ մեյլով AI ակումբ օրինակ որ փնտրեմ, չգիտեմ AI ակումբով ինչ որ բան ենք ուղարկել թե չէ, հա, տեսեք AI ակումբի մասին ինչ որ նյութեր ա բերում AI բառ պարունակող ու այսպես կարող ենք ֆիլտրել կամ վերևում մեյլը կարող ենք գրել, եթե հիշում ենք, տեսնենք այդ մեյլով ինչ նամակներ ենք ստացել կամ այդ մեյլին մենք ինչ նամակներ ենք ուղարկել։ Ովքեր Gemini վճարովի տարբերակը ունեն,
շատ հրաշք ֆունկցիոնալություն ունի ինքը, այստեղ Gemini-ի ինտեգրված է, սրանք չեմ անդրադառնում, սրանց մասով առանձին մենք դաս կունենանք հետո օգոստոս կամ սեպտեմբեր ամիսներին, դուք որ շատ աշխատեք ու զգաք, որ իրոք Gemini-ի Pro-ն ունենալը շատ լավ բան է, օրինակ կարող եմ սեղմել այստեղ Gemini նշանի վրա եւ գրեմ Gemini, խնդրում եմ գտիր այն նամակները, որը ես ստացել եմ հուլիսի 20-ից սկսած ու չեմ պատասխանել այդ նամակներին։ Ինքը գնում ասում է, գիտես, այսինչի նամակն է, չես պատասխանել, կուզես պատասխան գրենք, ու ինքը մշակում է պատասխանում ենք, ուղարկում ենք։ Կամ կարող ենք ասել, ես լինում այնքան նամակներ ենք ստանում, ասում եմ, գիտես, մի հատ նամակ կեր աչքովս ընկել, ինչ որ մեկը գրել էր, որ վճարումը չի ստացվում իր մոտ։ Կարող ես տեսել ես վերջին շաբաթում ով էր նման նամակ ուղարկել ու ինքը անուններով, մեյլերով ասում է ով էր։ Ես հետո այստեղ փնտրում եմ տվյալ մեյլը ու արագ գտնում եմ։ Ու շատ այլ ֆունկցիոնալություններ էլ, այսպեսի փնտրելու, պատասխանելու հարցով եւ այլը եւ այլը։ Ինքը սկզբում անգլերենն էլ ավելի լավ հասկանում, բայց հիմա հայերեն նամակներն էլ լավ կարողանում կարդալ։ Եթե վճարովին օգտագործում եք, այս ֆունկցիոնալությունը աշխատացրեք, պրպտեք։ Google դիսկի մեջ էլ ամեն տեղ էլ այս նշանը կա։ Սա նշանակում է, որ դուք կարող եք իրեն հարցեր տալ, դա կլինի ձեր Google դիսկի մեջ, ձեր Gmail-ի մեջ, ասեք, այս ինչ է, այս ինչ որ պապկայում էր, որտեղ էր, ինչ էր, ինքը ձեր հարցերին արդեն պատասխանելու է, այսինքն Google Workspace-ում, Google-ի էկոհամակարգում AI-ը ընդհանուր նաև փաստաթղթերի մեջ է ներդրված։ Այսպես, այս Google Gmail-ի ստորագրության մասն է, այս որ իմանանք նամակները որտեղ են մտնում եւ այլը եւ այլը։ Հիմա կգնանք Google դիսկին կանդրադառնանք, իսկ մինչեւ այդ ուզում եմ տեսնեմ ինչ եք գրել, համել այս ընթացքում դուք փորձեք, եթե չստացվի ինչ որ խնդիր լինի, գրեք, նորից արագ ցույց տամ, գնանք առաջ։ Տեսնենք ինչեր ունենք։ Հա, այս մեր ընթացքի ժողովուրդն է, հա, ժողովուրդ ջան, ձեր բաները, տեսաձայնագրությունը խմբի տեղադրելու եմ, տեխնիկական խնդիր էր առաջացել, կայքի հետ չէր ստացվում տեղադրել, այսօր դասից հետո տեղադրելու ենք, արդեն խնդիրը լուծված է։ Ակումբի դասերը, չէ, շատ բան ունենք անցնելու, ակումբի դասերը ամսի 2-ից 3-ից երևի սկսելու ենք ու մի հատ նոր թեմատիկ պլանավորման դաս ենք դնելու իր գործնականներով, մեր ընթացիկ խմբի մասնակիցների համար, բայց այդ թեմատիկը կարող է չնայած օգոստոսի 8-ից հետո լինի, որ իրենք էլ մասնակցեն, մնացածները ովքեր չեն մասնակցել կամ մասնակցել են, էլի լավ չտպավորվել, ազատ կլինեն, կկարողանան գան միանալ։ Բայց սկզբում էլի ուրիշ դասեր կդնենք, այստեղ ձեր մենթորները իրոք հրաշալի են, հանգիստ ու համբերատար, ձեզ նման Մարիաննա ջան, վայ, շատ ուրախ եմ, հա, մեր մենթորները հրաշք են ու իրարից մենք շատ-շատ բաներ ենք սովորում։ Դեռ ամեն ինչ շատ լավ է լինելու։ Մեզ համար էլ էր փորձնական, որոշ կազմակերպական, գուցե բաց թողումներ ենք ունեցել եւ այլ, ամեն ինչը աստիճանաբար լավացնելու ենք։ Ես նախանձեցի այսօրվա ձեր հանդիպումը, բա դուք էլ միացեք։ Մենթորներով ավելի շուշուտ է ստացվում հանդիպելը, բայց հեսա մասնակիցներով էլ միշտ կպլանավորենք առաջիկայում։ Այսպես, Անահիտ ջան, շատ ուրախ եմ, որ ուզում եք դառնալ մենթոր, խնդրում եմ միշտ հետևեք, այդ իմ ցույց տված մասերը մտեք, մենք շատ նամակներ ենք իրականում միշտ ուղարկում ամեն ինչի մասին ձեզ տեղեկացնում, որ ու Telegram-ում էլ ենք միշտ հայտարարում, որ օրինակ մենթորականի նոր հոսքը բացվել է եւ այլ։ Ընդ որում մենթորականում մենք ոչ միայն դաս տալու հնարավորություն ունենք, մենթորականում էլ ինչպես ձեր մասով իրենց մոտ էլ խրախուսման համակարգ ենք էլի ներդրել եւ հավասարապես գնահատվելու է որակյալ նյութեր ստեղծել։ Օրինակ ունենք մենթորներ, ովքեր նախընտրում են ավելի շատ ժամանակը, հա, այդ համայնքի օգտակար աշխատանքը կատարելու իրենց դերը ապահովեն նյութեր ստեղծելու մեջ, որը ընդհանուր էլի կտրամադրենք։ Այնպես որ դուք էլ էլի կորոշեք, եթե ունենք մասնակիցներ, ովքեր որպես մենթոր ուզում են միանալ, միայն գործնական դաս վարեն կամ քիչ դաս վարեն, բայց շատը կենտրոնանալ նյութեր ստեղծելու վրա, տեղադրելու վրա, այդպես այդ տարբերակներն էլ ենք մենք ընդունում, որտեղ մենթորությունը միայն տվյալ պահին դաս վարելով չի, այլ իրար հետ քննարկելով, նոր գաղափարներ ստանալով, զարգացնելով ու դրա արդյունքում այդ ամեն ինչը մեր համայնքին փոխանցելով։
Իմ ընկերուհին էլ միացավ, շատ լավ է, ուրախ եմ։ Անպայման ձեր ընկերուհուն կասեք, որ ձեր անուն ազգանունը այնտեղ նշի, որ հարցում ուղարկենք մեկամսյան սկսելուց առաջ, որ ձեզ միավոր գա արդեն։ Ժողովուրդ ջան, ակումբին չեք անդամակցել, ինչն է խնդիրը, այնտեղ ֆայլեր ունենք, պետքա լրացնենք, որպեսզի մենք կարողանանք ձեզ ընդգրկել արդեն ակումբի մեջ։ Եթե չեք ստացել, բոլորը ձեր տելեգրամյան խմբեր ունեք, գրեք, Նարեին գրեք առանձին, հասկանանք ինչի չի ստացվել ու անդամակցեք։ Գայանեն ասում է, որ ես արդեն սկսել եմ նյութերը պատրաստել, շատ լավ է, այսպես, ահա, խիստ զբաղված լինել, հա, ակումբին հնարավոր է միանալ, Նարե ջան, կխնդրեմ բոլորին նորից ուղարկենք այն նամակը, որտեղ ձևանմուշներ բացատրվում էր, ոնց պետքա նյութերը գցել եւ այլը, բայց բոլորը չլրացնեք, միայն նրանք, ովքեր ակումբին չեն անդամակցել, իրենք միանան, անդամակցեն, որ օգոստոսի դասերին կարողանան միանալ։ Gmail-ի մասով ստորագրությունը հաստատելը ցույց տվեցի, Լիլի ջան, եթե էլի չի ստացվել, ինձ թվում է միջև էդ է գրել, կարող եք նորից հարցը գրել, ցույց տամ։ Անպայման գրելուց հետո իջեք փոփոխել, հաստատել փոփոխությունները արեք։ Պլանավորված բաժինը նորից ներկայացնեմ, շատ լավ, նորից կներկայացնեմ։ Հաջորդ հարցը, վարչական աշխատողների համար դասընթացը երբ կլինի։ Հա, օգոստոսի մեջ անպայման կանենք վարչականը, մեր Սյուզին եւ այլ մենթոր, հա, իրենք կներկայացնեն։ AI Plus-ից եթե օգտվում եք, AI Plus-ն էլ է այդ հնարավորությունները տալիս։ Ժորժ ջան, հա, նոթբուք LM-ը սահմանափակումներ ունի, իհարկե, օրական մոտ 3 ամենքից 3 նյութ հա թողում սարքեք, եթե ստուդիա բաժնի մասին է խոսքը, դա անվճար է։ Այստեղ հարց ունենք, միշտ AI-ներին ենք, չէ՞ գնում, Google AI Plus, թե Pro։ Ժորժ ջան, ֆինանսին նայեք, կամ եթե դեռ փորձարկումներ եք անում եւ այլը, կարող եք պլյուսը ակտիվացնել, ինքն էլ շատ ավելի լավ է, քան անվճար տարբերակը, բայց Պրոն այն ոսկե միջինն է, էլի, որ համ սահմանափակումներն է քիչ, համ շատ ավելի մտածող մոդել է, եթե հնարավորություն ունեք ֆինանսապես, Պրոն միացրեք։ Ձայնագրությունները մեկամսյա միշտ պահպանվելու են։ Այսպես, չէ, դասերը դեռ դրած է, ակումբում ինչ դասընթաց ունեցել ենք, դեռ չենք ջնջել, որովհետև շատ ուսուցիչներ այդ մասով խնդրել են մի քիչ երկարաձգենք հանգստի եւ այլ պատճառներով չեն կարողացել։ Ահա, որ կարող ենք պլանավորել նամակ ուղարկելու օրը, ինձ թվում է օգտակար կլինի նաև նշել, որ կարող ենք պլանավորել նամակ ուղարկելու օրը եւ ժամը։ Հա, այդ ցույց եմ տվել արդեն։ Օրը եւ ժամը ցույց եմ տվել։ Ձայնագրությունը չի պահպանվելու։ Լավ, Ժորժ ջան, եկեք նորից արագ ցույց տամ։ Այդ մասը AI մասով շատ հարցերի չենք անդրադառնա, որ Google Disk-ն էլ կարողանանք պահել։ Տեսեք, նորից եմ ցույց տալիս, այս վերևի աչանկյունում կարգավորումների վրա սեղմում ենք, հետո դիտել բոլոր կարգավորումները, սեղմեցինք, որից հետո իջնում ենք, գտնում ենք ստորագրություններ, բաժինը, տեսեք, ես այստեղ մի հատ ունեմ, եթե դուք չունենաք, լավ, այսքանը պատճենեմ, որ նորից չգրեմ, եթե դուք սա չունենաք, ձեզ մոտ այսպես դատարկ է լինելու ու ստեղծել նորը ստորագրություն ենք անելու, այստեղ ինչ որ վերնագիր գրենք, որ հետո մենք հիշենք, սա որևէ տեղ չի արտացոլվում եւ կողքի հատվածում այս բանը առաջանում է արդեն, մենք տեղադրում ենք, տեսեք, մենք տեղադրեցինք, չէ, սրանից հետո այս ներքևի հատվածում գրած է ստորագրություն չկա, եթե դուք ուզում եք անմիջապես ամեն անգամ նորը ստեղծելուց ձեր այս բառերը գրվի, ներքևի հատվածից ընտրում ենք, կարող ասեղ լիքը ստորագրություններ ունենաք, հա, այն անունը, որի ներքո այս բառերը գրած է։ Օրինակ իմը մի հատ է, այս պահին գործնականն է, սեղմեցի սա, ընտրեցի այս երկուսը, հետո ներքևի հատվածում ամենաներքև որ իջնում ենք պահպանել փոփոխությունները, անպայման սեղմեք այս կոճակին, որպեսզի
Պահպանվի, ահա, սեղմեցինք, պահպանվեց։ Հիմա եթե գրելը սեղմեմ, տեսեք ինքը ավտոմատ ներքևի հատվածում ցույց է տալիս։ Հավանաբար դուք այդ կոճակները չեք ակտիվացրել։ Իսկ ինչ վերաբերում է պլանավորած նամակ ուղարկելուն, չգիտեմ ուշ եք գրել հարցը, թե դեռ մտած չէիք այդ պահին, այս մասն էր, տեսեք, ուղարկելի կողքը, ոնց որ ցույց տվեցի, սեղմում եք, ուղարկման ժամանակացույց եք ընտրում, քանի որ չընտրեցի որևէ մեկին, ինքը ինձ թույլ չի տալիս։ Հիմա նշեմ ում եմ ուղարկելու, այստեղ ինչ որ բաներ գրեմ, ուղարկելու մոտի էս բան սեղմում ենք, ուղարկման ժամանակացույց, էսա, կամ այստեղից եք ընտրում, կամ էլ ընտրեք ամսաթիվ եւ ժամ, ու այստեղից արդեն ոնց քննարկեցինք, գնում ենք, ձեր օրը ժամը ընտրում ենք, ուղարկման ժամանակացույց ու ինքը գնում է այս պլանավորված նամակների մեջ է մտնում։ Կարող եք ջնջել, կարող եք հետաձգել, ուրիշ օր դնել եւ այլն եւ այլը։ Այս էլ պլանավորածների մասը։ Այսքանը հերիք է նամակների մասով։ Հիմա գնանք Google Disk-ը։ Google Disk-ը ինչա իրենից ներկայացնում, ինքը, այսպես ասած, on-line պահուստ է, որտեղ մենք կարող ենք մեծ քանակի նյութեր պահել, անվճար տարբերակի դեպքում, եթե չենք վճարում 16 գիգաբայթ է, եթե չեմ սխալվում, որտեղ մի քանի տարի է իմը պարբերաբար վճարովին է, ամեն դեպքում, եթե ինքը լրանում է, այս հատվածում ցույց է տալիս, քանի տոկոս է օգտագործված։ Կոնկրետ այս մեյլը, մի հատ այնպիսի մեյլ եմ բացել, որ շատ համարյա չեմ օգտագործում, ու ինքը ցույց է տալիս, որ 5 տերաբայթ կա։ Այս 5 տերաբայթը ինչու կա, որովհետև Gemini Pro տարբերակը ակտիվացրած է, այսինքն Gemini Pro-ն ակտիվացրեցիք, էլ կարիք չկա Google Disk-ի համար փող վճարեք ավելորդ, ինքը ձեր տարածքը Google Disk-ի, հա, օգտագործման ավելացնում է 5 տերաբայթ։ Իհարկե մինչև այն ժամանակահատվածը, որ դուք կվճարեք, եթե չվճարեք, էլի կնվազի։ Այս մասով ու ուշադիր եղեք, միշտ հետևեք, մտեք այստեղ տեսեք, որովհետև շատ ուսուցիչներ են ունենում, ասում են ձեր նամակը չենք ստանում եւ այլը, վերջում պարզվում է, որ իրենց մեյլը լցված է, այսպես ասած, դրա համար նամակ չեն ստանում։ Այսինքն, եթե 16 գիգա թե այլ չափ է ու ինքը եկել է 99 ու քանի տոկոս, 100%-ն էլ եկավ լրացավ, վերջ ինքը չի թողի, որ դուք նույնիսկ նամակ չեք կարողանա էլի ուրիշներից ստանալ։ Դրա համար եկեք նաև այստեղ, տեսեք ինչ ավելորդ բաներ կա, որ կարող եք ջնջել։ Ինչպես ասեցի, Google Disk-ը մի տարածք է, որտեղ մենք մեր ֆայլերը կարող ենք պահել, ինչպես օրինակ համակարգչում ենք պահում, սիրուն պապկաններ ստեղծել եւ այլը, բայց ինչու՞ն է կայանում առավելությունը, որ եթե մենք մեր էկրանին ենք համակարգչի պահում այդ ֆայլերը, միայն էկրանում է, հա, տվյալ համակարգչով պայմանավորված, ուրիշ տեղ չենք կարողանում բացել, արագ հեռախոսով չենք կարողանում մտնել եւ այլն։ Իսկ եթե մեր նյութերը պահում ենք Google Disk-ի մեջ, դա կարող ենք մտնել մեր հեռախոսով, այդ ֆայլերը կարող ենք հղումներով ուղարկել ուրիշներին, շատ ճկուն է, էլի, այդ ամեն ինչը ու այն որ այս դարում պարտադիր է դիսկում պահել մեր կարևոր նյութերը, իհարկե համակարգչում էլ միտեղ ունեցեք, մարդ եք կարող է ձեր Gmail-ը կորցնում եք եւ այլը, որ այդ կարևոր նյութերը չկորցնեք, բայց որպես հիմնական աշխատանքային գործունեություն շատ արագ ու հեշտ է ամեն ինչը ստացվում։ Ինչեր ունենք մենք այստեղ, լիչնեյ, հա, իմիջիայլոց ռուսերենն եմ դրել, բայց շատ խորթ է ինձ համար, միշտ անգլերենով եմ աշխատում, նույնիսկ ռուսերեն չեմ ես սիրում, սա կարող է լավ էլ չարտասանեմ այս բառերը։ Այստեղ մեր հիմնական աշխատանքներն է լինում, այսինքն այն աշխատանքները, որոնք ինքն է խորհուրդ տալիս, եկեք սա էլ դարձնեմ հայերեն, դե դարձրել ենք, աջ քլիկ անենք, մի հատ տեղ տեսնենք կթողի, արդյոք դարձնենք հայերեն։ Չէ, չի թողում այս մեկը։ Մի րոպե, այստեղից է գնանք։ Տեսնենք ինչի չի թողում։ Այստեղից translate անենք։ Հա, այստեղից կթողի։ Ահա, այստեղ ունենք մասնավոր, սա մերն է ու հիմնականում այստեղ կարող է առաջարկվող ֆայլերը տա։ Շատ դեպքում լինում է ուսուցիչը գալիս է այստեղ, չի տեսնում ֆայլը, ասում է կորել է եւ այլն։ Սա ընդհանրապես ինքն է առաջարկում հիմնվելով ձեր այդ վերջին գործողությունների վրա։
Այստեղ նախագծեր կա, սրան չանդրադառնանք, հետո ունենք իմ սկավառակը, այն կարևորագույնները ցույց տամ, որ հասցնենք, իմ սկավառակը, սա հենց ձեր դիսկն է, որտեղ դուք ձեր ֆայլերը պահում եք եւ ունենք հասանելի է ինձ համար, սա էլ եթե օրինակ մենք մի հատ ֆայլ ենք ստեղծում ու ձեզ հասանելիություն ենք տալիս, այդ դեպքում այդ նյութը գալիս հայտնվում է այստեղ ու դուք կարող եք միանգամից գալ գտնել։ Այսինքն իմանում եք դուք եք ստեղծել այդ նյութը, թե ուրիշն է ձեզ հետ կիսվել, եթե ուրիշն է միանգամից եկեք այստեղ փնտրեք, այստեղ գտեք այդ նյութը։ Վերջերս մասկա, էլի աստղանիշի սկզբունքը աշխատում է, եթե կարևոր ֆայլեր ա մեզ համար, մենք կարող ենք այնտեղ կողքը աստղանիշ դնել, որ հետո միանգամից գանք այդ հիմնական օգտագործողները աստղանիշից գտնենք, կարզինանա, որ ջնջել ենք եւ այլն եւ այլն։ Հիմա գնանք իմ սկավառակը, այստեղ ինչ կարող ենք անել։ Միշտ ամեն գործի գրավականը լինում է կազմակերպվածությունը, երբ մենք սիրուն պապկաների մեջ ամեն ինչը դասավորում ենք։ Հիմա դրա համար դուք էլ այն սկզբից մտածեք, ոնց եք ուզում ձեր նյութերը դասակարգել, մի անգամ արեք, որ հետո ամեն անգամ այդ նյութերը չփնտրեք եւ այլ եւ այլը։ Շատ է լինում, օրինակ ուսուցիչները ասում են, ես իմ դասագիրքը չունեմ, որտեղից գտնեմ դասագիրքը, դասագիրքը ինտերնետից գտնում ենք եւ բերում ենք այստեղ ներբեռնում ենք։ Այսինքն դուք ներբեռնեցիք ձեր համակարգչի մեջ նյութը, գնում եք այնտեղից բերում եք, տեղադրում եք այստեղ, որ միշտ ձեր Google դիսկի մեջ լինի, որ հղումը տակ ինչ որ մեկին ինքը կարողանա օգտագործել այլ մեծ ծավալներով նյութեր չուղարկեք մեյլով կամ այլ տեղերով։ Հիմա դրա համար մի քանի տարբեր մակարդականոց ֆայլեր կարող ենք ստեղծել ու բոլորը այս պլյուսի նշանով։ Ստեղծել կոճակին սեղմում ենք ու ինքը նովայա պապկա, այսինքն եթե ուզում ենք որ ոչ թե այսպես առանձին Word սարքենք, Excel, նկար եւ այլը ոնց որ էկրանին ասփռենք, սիրուն պապկաներ ենք ստեղծում ու ամեն պապկայում տեղադրում ենք այն, ինչը ուզում ենք, որ հեշտ լինի, դասակարգված լինի։ Օրինակ, այստեղ պապկա չկա սարքած, այս մեյլը չեմ էլ օգտագործում։ Տեսեք, ինչ ենք անում, պլյուս կոճակի վրա սեղմում ենք ու նոր թղթապանակ, ավելացրեցինք նոր թղթապանակ, անվանումը գրում ենք, ենթադրենք գրեմ AI գործիքներ, գրեցի ու ստեղծել կոճակին սեղմեցի։ Ինքը տեսեք, այս պանակը վերևում բերեց։ Ժորժ ջան, ձեռքեր եմ տեսնում, բայց ձայները անջատած է։ Կխնդրեմ հարցերը զրուցարանում գրեք, որ ես էլ հետո տեսնեմ արդյոք դրան անդրադարձա, թե չէ։ Եթե անդրադարձած չլինեմ, կպատասխանեմ։ Վերջում հնարավորություն կունենանք ձայնը միացնենք, մի երկու հարց ու պատասխանել, այդպես անենք։ Հիմա տեսեք, պապկան ես ստեղծեցի, չէ՞, այստեղ։ Հիմա եթե ուզում եմ արդեն այս պապկայի մեջը առանձին ֆայլեր ստեղծեմ, կբացեմ եւ այդ պապկան բացած վիճակում կգնամ ստեղծելով Google Sheet կստեղծեմ, հա, այդ նույն Excel-ը կամ Word կստեղծեմ, որը Google Doc ենք անվանում։ Այդ ուշադիր եղեք, էլի, որ սենց ընդհանուր չստեղծեք, հետո ասեք, բա ինչի էս պանակի մեջ չի։ Սեղմում ենք օրինակ AI գործիքներ պանակի մեջ, ինքը դատարկ է այստեղ, եւ մենք այս պանակի մեջ կարող ենք կամ 0-ից ստեղծել ֆայլեր, կամ էլ ավելացնել մեր ֆայլերը։ Օրինակ, հիմա վերևում էլ ասում է իմ սկավառակն է, հետո AI գործիք պանակն է։ Ամեն ինչ ճիշտ ենք արել, այս պանակում ուզում ենք մեր նյութերը տեղադրել։ Ինչ ենք անում, այս պլյուս ստեղծել կոճակին սեղմում ենք, որից հետո ինքը տալիս է զագրուզից ֆայլ հնարավորությունը կամ պապկան նույն ձևի, եթե օրինակ ես ունեմ արդեն դասագրքեր, գրքեր, նյութեր, հրահանգների շտեմարան, չգիտեմ, տարբեր բաներ իմ համակարգչում, ուզում եմ միանգամից բերել Google դիսկի մեջ դնել, ես կսեղմեմ այս զագրուզից ֆայլ կոճակի վրա, որից հետո իմ համակարգիչը կբացվի։ Կարող է ուզում եմ տեսանյութը տեղադրեմ ձայնագրության, կարող է ուզում եմ վիդեո նկար տեղադրեմ, ինչ ուզում եք, էլ ինչ մտքներով տանցնում է։ Գնում ենք այստեղ, սեղմում ենք, բերում, տեղադրում ենք։ Օրինակ, այս մեկը նկար է, QR կոդ է, բերեցի, էսա կգա, այստեղ կհայտնվի, տեսեք հայտնվեց նկարը, մի հատ գնամ, էլի զագրոզից ֆայլի վրա սեղմեմ, կարող եմ օրինակ ինչ-որ գիրքներ բեռնեմ, ես էլ 6-րդ դասարանի ինչ-որ դասագիրք է, այսինքն այստեղ մենք ամեն ինչ տեսանյութ եւ այլը կարողանում ենք դնել, միջև այն
բան, միջև այն սահմանը, երբ մեր Google դիսկը այստեղ արդեն չի ասում, որ համարյա լցված է։ Ստեղծել կոճակին կարող եմ սեղմել, նույն ձևով գնալ վիդեոն բերել եւ այլ եւ այլ։ Այսինքն ձեր համակարգչի մեջ ինչ ֆայլեր ունեք, դուք կարող եք բերել այստեղ տեղադրել։ Ու սա զուգահեռներ տանեմ AI-ի ու մնացած մեր կազմակերպչական աշխատանքների մասով, շատ հաճախ է լինում, որ օրինակ ասում են, բա վիդեոն իմ համակարգչի մեջ է, աուդիոն իմ համակարգչի մեջ է, ոնց այդ ոնց տեղադրեմ, օրինակ գամայի պրեզենտացիայի մեջ, ոնց տեղադրեմ այստեղ այնտեղ, դրա լավագույն լուծումը հենց Google Disk-ն է հանդիսանում, այսինքն Google Disk-ի մեջ տեղադրելով մեր նյութերը մենք իրեն դարձնում ենք on-line հարթակում տեղադրված, ինքը ունենում է հղում եւ այդ հղումը պատճենելու դեպքում մարդիկ կարողանում են այդ նյութը տեսնել։ Այդ պատճենելու մասով հետո կանդրադառնամ, այնտեղ տարբեր թույլատվություններ կարող են տալ։ Այս վերաբերում էր մեր ունեցած, չունեցած նյութերը այստեղ բերելու մեջ։ Հիմա եթե մենք ուզում ենք զրոյից ստեղծել ֆայլեր, իր մեջը հենց, օրինակ գնանք մի հատ պապկա ստեղծենք, հետ ենք գնում իմ սկավառակը բաժինը, մի հատ պանակ ենք ստեղծում, սեղմեցինք պլյուս, հետո թղթապանակ, ենթադրենք սա էլ գրեմ դասի պլաններ, ստեղծել կոճակին, սեղմեցինք, որից հետո դասի պլանները բացում ենք, վերևում ստուգում ենք, որ ճիշտ տեղում ենք, ու օրինակ, կարող է ես մի հատ բան եմ ուզում բացել, Google դոկումենտ եմ ուզում բացել, դա Word-ի, Word փաստաթղթի մեր on-line, այսպես ասած, Google-ի տարբերակն է, ու ինքը թողում է նախ շաբլոններ է թողում, շաբլոնի վրա աշխատեք, եթե հետաքրքիր է կարող եք գնալ նայել, եթե զրոյական եք ուզում բացել, պարզապես վրան սեղմեք, ու ինքը կողքից բացելու է, նորմալ է, որ կողքից է բացում, բայց եթե ձեր պանակի մեջ եք պահել, ինքը գալու է այսա հայտնվելու է այստեղ։ Հիմա, սա մեր Word-ն է, Google-ի, ինչ ենք անում, այս վերևի հատվածում նովый դոկումենտ, ինքը անունը միշտ այսպես է գրում, առաջին հերթին, ինչպես նոթբուք էլեմում ենք արել, գալիս ենք, այստեղ գրում ենք մեր վերնագիրը, որ հետո հեշտ գտնենք, օրինակ ամբողջ պապկայի անուն դասի պլաներ, այստեղ եկանք Word-ը բացեցինք, գրում ենք դաս 1 ենթադրենք, ու դաս 1-ի թեմատիկ պլանը, օրվա պլանը բերեցինք, այստեղ տեղադրեցինք, այնի որ ասում եք, վա որտեղ պատճենենք, տանենք, որտեղ դնենք եւ այլը։ Google բանում, ինչա, նոթբուք LM-ից պատճենեցիք, բերեցիք, այստեղ դրեցիք։ Եթե ուզում եք ամենքի համար առանձին կարող եք այս Word-ը բացել, եթե ուզում ենք սրան կարող ենք վերնագրել ընդհանուր դասի պլաններ եւ իրար տակ բերեք ձեր դասի պլանները տեղադրեք, ոնց ուզում եք դա դուք արդեն, այսինքն copy եք անում, բերում եք այստեղ ստավից, այս աչ կլիկ եք անում, տեղադրում եք ու այդպես իրար ներքևի հատվածում տեղադրելով գնաք, ոնց ուզում եք էլի, բայց փորձեք այս ամեն ինչը զուգակցել նաև AI-ի հետ, ձեր գործունեության հետ, ուսուցչական, որպեսզի ավելի արդյունավետ այն դարձնենք։ Հիմա եկեք հետ գնանք, տեսակ դաս 1-ի բանը հայտնվեց այստեղ։ Էլ ինչ կարող ենք ստեղծել, պլյուս կոճակի վրա որ սեղմենք, կարող ենք ստեղծել տաբլիցաներ, այդ Google Sheet-ն է, մեր Excel-ն է, այն հին բանով, եթե Microsoft-ի տարբերակով ասեմ, սեղմում ենք էլի սրա վրա ու ինքը Google տաբլիցան բացում է արդեն, մենք կարող ենք էլի պետքա իրեն անվանում տանք, եթե կոնկրետ ինչ-որ նյութ ենք պատրաստում, ենթադրենք թեմատիկն ենք այստեղ դնում, օրինակ եմ, ասում, թեմատիկ պլանավորում ու ներքևի հատվածում Google Sheet-ի դեպքում ինքը տարբեր լիստեր է տալիս, մենք կարող ենք, օրինակ, այստեղ ինչ-որ բաներ գրենք, չխորանանք սրա վրա, շատ մեծ ֆունկցիոնալություն ունի, կարող ենք տարբեր ձևերով ֆիլտրեր դնել, մեջը գործիքներ փոքրիկ ստեղծել, որ ավտոմատ ստացվի ինչ-որ բաներ անել, օրինակ մենք որ տվել ենք ցանկերը գրած ըստ առարկաների եւ այլ, այդ ամեն ինչը հենց սրա մեջ ենք սարքում ու օրինակ ներքևի հատվածում էլ որ գրած է list 1, փոխենք անունը սիրուն դնենք, էլ ինչ որ մի բան ենթադրենք մասնակիցներ, մասնակիցների ցանկ եւ այլը կամ հայոց լեզու են, կողքը բնագիտական, էս են։ Միշտ լավ է լինում, որ այդ վերնագրերը դրած է լինում։ Երևում է, որ մարդը մաքուր կոկիկ աշխատել է վրան, այն որ գլխառատ չի արել, համեն հասկանալի է լինում, որ ֆայլում ինչ կա։
Հիմա օրինակ մենք այստեղ կարող է լիքը բաներ ենք սարքել, բանաձևեր ենք դրել եւ այլը, եւ ուզում ենք սրա նման մի հատ էլ սարքենք, բայց ոչ թե ամեն անգամ նոր այսպես Excel-ի ֆայլ բացենք, այլ իրար կողք լինի, սիրուն, մի հատ այս ամբողջ թեմատիկ պլանավորում անունով Google Sheet-ի մեջ։ Դրա համար մենք կարող ենք այս ներքևի հատվածում, տեսեք, մասնակիցների կողքը այս փոքրիկ եռանկյունին որ կա, մենք կարող ենք բան անել, создать կոպիու, սեղմենք, եթե սեղմում ենք создать կոպիու, ինքը ուղակի այդ նույնը տեղադրում է կողքը ու էլի վրան կարող ենք սեղմել ու ինչ որ անուն դնել, հա, որ մեզ համար հասկանալի կլինի։ Այս ամեն ինչը մեզ համար ենք անում ու դիտողների համար ենք անում, որ տարածվել արեցի այստեղ, որ հասկանալի լինի։ Տեսեք, դուք AI-ով արդեն սովորել եք մի քանի րոպեում պրեզենտացիա սարքել, մոդել եւ այլը, եթե այս կազմակերպչականները լավ չեք անում, հետո ձեր նյութը փնտրելու, գտնելու, մեկին ուղղորդելու, ուղարկելու, բացատրելու համար որտեղ ինչ եք բայլ, ավելի շատ ժամանակ է ծախսվելու, քան բուն AI-ով աշխատելուն։ Դրա համար ափսոս է, պետք է մաքսիմալ շատ այս տեխնիկական հնարավորություններին մենք տիրապետենք, որպեսզի մեծ ժամանակ ազատենք, հա, մեր առօրյայից ու գնանք AI-ով ստեղծագործենք դրա փոխարեն։ Ահա, այս կոպիան արեցինք ու այստեղ կարող ենք արդեն օրինակ մեր այս գրածները ջնջել, որը բանաձևային չի եւ այլը, որը պետք չի ու վրան փոփոխություններ անել ինչ որ։ Մենք նաեւ ունենք հնարավորություն բան անել, օրինակ պաշտպանել ֆայլը, ինչ որ կոդ դնել եւ այլը, որ ուրիշները չկարողանան բացեն, միայն ով կոդը իմանա ինքը կարողանա։ Մենք կարող ենք այստեղ կոպիրovat այս կոճակը որ կա, մենք կարող ենք, եթե ուզում ենք մի հատ նոր Excel բացել, նոր Google Sheet բացել ու հենց այս լիստը այնտեղ երևա, մենք ոչ թե ասենց պատճենենք, այս պատճենածը տեղադրենք, այլ կարող ենք եռանկյունու վրա սեղմել ու կոպիրovat новая таблица, սեղմենք սրա վրա, ու ինքը ինչա անելու ասում է բացեք, բացելը սեղմենք, կողքը իմ կոնկրետ այդ մի հատ լիստը բացելու է։ Էս էլ է երբեմն պետք լինում, որովհետև եթե ասենց իրար կողքի շատ շիթեր ենք ստեղծում, լիստեր ենք ստեղծում, ու պետք է լինում դրանցից մեկը ինչ որ մասնակցի ուղարկել, դրանցից մեկը տանել ուրիշ միտեղ դնել եւ այլը, նորից չպատճենեք, այն կողքերը ջնջեք եւ այլը, այլ միանգամից կոպիրovat новая таблица, ու վերջ, ինքը այս новая таблицան բացվում է ավտոմատ, ու սա որ բացվում է, ձեր Google դիսկի մեջ է բացվում։ Դուք կարող եք պարտավորեք էլի վերևում անունը փոխել, ինչ որ անուն դնել, որ դուք հասկանաք, որ այդ ձեր նոր ֆայլն է, ու վերջ, արդեն ինքը հայտնվելու է ձեր Google դիսկի մեջ։ Ահա, եթե հետ գնանք Google դիսկը, թարմացնենք, տեսեք, այս երկուսը, որը ես հատուկ պապկայի մեջ էի ստեղծել, ինքը մեր պապկայի մեջ է, բայց այս մասնիկները, որ կոպիրovat անելով ես ստեղծեցի, ինքը ընդհանուր է դիսկի մեջ մտել, այս տրամաբանությունը հասկանանք։ Կարող է դուք լիքը նյութեր ունեք հիմա ձեր Google դիսկի մեջ, որտեղ պապկա չեք սարքել ու օրինակ այս հնարավորությունը նոր իմացաք կամ ձեր իմանում եք մտքով չեր անցնում, այդպես էլ է շատ հաճախ լինում։ Հիմա ուզում եք սիրուն ձևերով ամենքը իր պապկայում դասավորել։ Ինչ կարող եք անել, շատ արագ կարող եք անել, կարիք չկա նորից գնաք այդ ամեն ինչը բերեք։ Օրինակ, տեսեք, ես գնամ իմ հիմնական բանը, մոյ դիսկը, այդ մասնիկներ, որ գրեցի, մասնիկներ Google Sheet-ն է, ես սա ուզում եմ տանեմ, դնեմ իմ այս դասի պլաններ պապկայի մեջ, որ սիրուն ձևով բացվի։ Տեսեք, սրա դիմացը կա 3 կետ, այդ 3 կետի վրա որ սեղմեմ, ինքը ինձ լիքը հնարավորություններ է տալիս, որից մեկը բանն է։ Այս է, սիստեմազիրovat, սեղմում ենք սրա վրա և տալիս է переместить, այսինքն այս պապկայի նշանն էլ կա այստեղ, այսպես կարող եք տեսողական էլ հիշել, ինքը ինձ թողում է առաջին տարբերակը ընտրելով переместить, տանեմ իմ ուզած պապկայի մեջ դնեմ, կամ էլ եթե ուզենաք աստղ դնեք, այն որ ասեցի ձեր ուզածների վրա աստղ դրեք, որ հետո ձախ մասում այդ աստղիկների մեջ հայտնվի, կարող եք հենց այստեղ դաբավից անեք ու ինքը կգնա։ Հիմա մեր նպատակն է այս Google Sheet-ը տանել մեր դասի պլանների մեջ։ Դրա համար սեղմում ենք переместить, որից հետո ինքը բացում է ինչ պապկաներ ունենք մենք, օրինակ դասի պլաններ։ Переместить, ահա, սեղմում եմ սրա վրա
Վերջ, տեսեք, այստեղից ինքը գնաց, հայտնվեց մեր դասի պլանների մեջ, հեսա բացեմ կտեսնեք, որ այստեղ է։ Այս շատ սիրուն ձևը ամեն ինչը դասակարգելու համար։ Երբեմն լինում է արագ-արագ ընդհանուր բացում ենք, հետո չենք կարողանում գտնել եւ այլը եւ այլը։ Դրա համար, եթե արդեն բացած է, գնացեք այսպես բերեք տեղադրեք ձեր պապկանների մեջ սիրուն դասավորեք, եթե չէ, նոր եք ստեղծում, միանգամից այդ տվյալ պապկան բացեք ու հետո այս պլյուսով ստեղծել կոճակով ստեղծեք ձեզ անհրաժեշտ նյութերը կամ էլ ներբեռնեք ու տեղադրեք։ Ահա, այս ընդհանուր կազմակերպչականի մասով, որը շատ-շատ է օգնելու, հավատացեք։ Հետո, եթե ստեղծել կոճակի վրա սեղմենք, մենք ունենք նաև Google պրեզենտացիա, այս բանը։ Էլի կարող ենք ձևանմուշներ օգտագործել կամ էլ զրոյական։ Սա հաշվեք PowerPoint-ն է, բայց օնլայն տարբերակով էլի ու շատ առաջադեմ, որովհետև իր մեջ ինքը ինտեգրած է AI գործիքներ, ու տեսեք, այստեղ մենք կարող ենք նույնիսկ հիմա արդեն հրահանգ տալ ու ինքը հրահանգով մեջը պրեզենտացիան ստեղծի։ Օրինակ, այստեղ եթե վճարովին ունենք, գրենք Gemini-ին ինչ պրեզենտացիա ենք ուզում բացատրենք եւ այլն, ինքը ստեղծի, կամ մենք զրոյից ստեղծենք, ոնց որ PowerPoint-ում ենք ստեղծում, եթե անհրաժեշտությունը կա։ Կամ, եթե PowerPoint ունենք մենք, կարող ենք պլյուսի վրա սեղմել, գնալ այդ PowerPoint-ը բերել, այստեղ տեղադրել ու ինքը, այսպես ասած, արդեն բանով կներկայանա մեզ ու այսպես կկարողանանք այստեղ խմբագրումներ իրականացնել։ Հիշում եք, գամայում մենք անցել էինք, որ կարող ենք որպես Google-ի պրեզենտացիա, Google Slide արտահանել, այ որ օրինակ դա սեղմեք արտահանեք, բերելու եք ձեր Google դիսկի մեջ հայտնվելու տվյալ պրեզենտացիա։ Այս դա առանձին սրանով չենք սարքի պրեզենտացիա, պարզապես հնարավորությունները իմացեք, Google Vids-ը Google-ի AI գործիքն է, որի միջոցով մենք կարողանում ենք խմբագրել վիդեոները, էկրանի տեսաձայնագրություն իրականացնել, նաև կարողանում ենք Omni մոդելով վիդեոներ գեներացնել, ինչպես որ Gemini-ով ենք գեներացնում եւ այլ լիքը լավ ֆունկցիաներ ունի, եթե ուզենաք կարող եք ուսումնասիրել, եթե չէ մենք սրա մասին առանձին դաս կունենանք երևի սեպտեմբեր ամսին։ Ահա, այսպես, հետո ստեղծել կոճակի վրա որ սեղմենք, ելի կա տարբեր բաներ, այս սրանցից մեկն էլ Google Forms ստեղծելն է։ Եթե սեղմենք Google Forms, էլի չենք խորանալու սրա վրա, բայց մենք ինչ կարող ենք անել, նախ եթե ունենք որևէ Google Doc-ի մեջ տեղադրած նյութ, որը ուզում ենք թեստի վերածել, կարող ենք այսպես շնիկի նշանը դնել ու ինքը մենք մեր պանակը ընտրելու ենք, այստեղ իմ պանակները դատարկա ու կասենք, որ օրինակ պատրաստիր թեստ սրա հիման վրա եւ այլը ու ինքը կարողանալու է արդեն ստեղծի։ Հիմնականում օտարար լեզուներն է, որ լավ կարողանում է ստեղծի։ Իսկ եթե չէ, օրինակ, այս տարբերակը հասանելի չի, որտեղ վճարովի դեպքում է հասանելի լինում, այն էլ հայերենի դեպքում շատ ժամանակ խնդիր է տալիս։ Եթե մենք սովորական մեր ձեռքով ենք ուզում այդ Forms-ը ստեղծել, սեղմում ենք Google Forms-ի վրա, այս X-ով փակում ենք եւ ինքը արդեն մեզ թողում է որպեսզի մենք մեր Forms-ը դա կլինի հարցումներ, որ օրինակ մենք ձեզ ուղարկում ենք, դա կլինի ինքնաստուգվող թեստ, որը դուք եք աշակերտներին ուղարկելու եւ այլը։ Էլի վերնագրերը սիրուն գրում եք, նկարագրությունը գրում եք, թեստերը ամեն ինչը ստեղծում եք, հետո տալիս եք հրապարակել եւ ինքը արդեն կարողանում ոնց որ պատրաստ է լինում ու կարող եք ուղարկել ում որ ցանկանում եք, եթե նկատել եք, չեմ խորանում սրա մեջ, սա լրիվ առանձին թեմա է, բայց մի հատ լավ բան էլ էստեղ ցույց տամ, երբ այս կարգավորումների վրա դուք սեղմում եք, ինքը ցույց է տալիս, որ մենք նշենք կոնկրետ վերջնաժամկետը, այսինքն օրինակ դատան ընտրենք այստեղ, որպեսզի դրանից հետո ժամն էլ ընտրենք, մենք հենց այդպես էլ անում ենք, դրանից հետո ով բացի այդ Forms-ը գրի, որ փակ է, դիմումներ չեն ընդունվում, կամ եթե դուք օրինակ քանակով պայմանավորված եք, հա, այդ հարցումը անում, այստեղ նշեք, ենթադրենք 100 պատասխանից հետո այլևս պատասխաններ չընդունի, որ տարբերակը որ ուզում եք, ու այս ներքևի հատվածում որ գրիչ կա,
Այս գրիչի վրա կարող եք սեղմել ու գրել այնպիսի նախադասություն, որը ուզում եք, որ մասնակիցները տեսնեն, երբ օքեյ սեղմում են, այսինքն ձեր հարցաթերթիկը լրացրեցին, լրացնելուց հետո ինչ որ խառը էջ ա բերում իրենց մոտ, շատերը չեն էլ հասկանում, հիմա գրանցվեցին թե չէ, դուք կարող եք այս գրիչի միջոցով գրել օրինակ շնորհակալություն, իմիջիայլոց Նարեջան չգիտեմ մենք գրում ենք թե չէ, շնորհակալություն, ձեր դիմումը ընդունվել է, օրինակ շնորհակալություն, ձեր դիմումը ընդունվել է։ Ըհը։ Այսպես, որ դուք էլ իմանաք, որ օքեյ արել եք ու ամեն ինչ աշխատել է։ Այսինքն, այսպես որ գրեք, վերահսկում եք կամ կոնկրետ ժամանակով, երբ փակվի հարցումը, ոչ ոք չկարողանա լրացնի, կամ էլ քանակը մասնակիցների եւ գրում եք ինչ գրի վերջում, որ այդ submit կոճակին սեղմեն իրենք ու տալիս ենք սախրանից։ Վերջ, արդեն ինքը մեզ հասկանալու է, եթե լրացնեն, այդ ամեն ինչը պահպանվելու է։ Այսպես, այս Google Forms-ի մասով, այստեղ չենք խորանում։ Հիմա էլ ինչեր մենք կարող ենք անել, եկեք մինչև այդ մնացածը, այսինքն այդ թույլատվություններ տալու մասը եւ այլը, հասկանանք ինչ արեցինք հիմա ձեզ հետ միասին։ Սովորեցինք, որ կարող ենք ստեղծել ինչքան պապկա, որ ուզենանք։ Նույնիսկ մի հատ պանակի մեջը մենք կարող ենք ենթապանակ ստեղծել։ Օրինակ, դասի պլանները ստեղծեցի, հետո ստեղծել կոճակին սեղմեմ, նորից թղթապանակ դնեմ, այստեղ էլ գրեմ, ենթադրենք հանրահաշիվ։ Հանրահաշիվ։ Այսինքն, առանձին հանրահաշվի դասի պլանները այստեղ եմ դնելու, մի հատ է սեղմեմ, գրեմ երկրաչափություն, ահա, էդ էլ այստեղ դնեմ եւ այլը, ու արդեն ամենքը որ պատրաստեմ, գնամ իրեն սեղմեմ, իրեն բացեմ ու սկսեմ պատրաստել, ներբեռնել կամ էլ տեղափոխելուց կոնկրետ նշեմ երկրաչափություն պանակը ինքը միանգամից բերի այստեղ տեղադրի։ Նորից եմ ասում, այս կազմակերպականը շատ, դա մի մարդ է ասում, ով միլիոնավոր նյութեր ունի, ու եթե ես արագ մի բան անում եմ, մոռանում եմ, ասես միանգամից եմ, հա, Google դիսկի մեջ եմ ստեղծել սեղմում, չեմ գնում այդ պապկայի մեջը եւ այլը կամ ուրիշ տեղ եմ անում, հետո այնքան եմ անունները կա, հա, բայց մեկա դժվար է լինում միշտ հիշել, շատ աշխատելու դեպքում նույնիսկ չես էլ հիշում անունը ինչ ես դրել, հա։ Դրա համար այսպես լավ կազմակերպել են, որ ամեն ինչի գրավականն է։ Ահա, պանակները սովորեցինք ստեղծել, պանակների մեջը նյութեր ներբեռնել, նյութեր ստեղծել, այդ ստեղծելը արդեն դուք գրում եք այս մանրուքներին չեմ անդրադառնա, հա, տառաչափը ոնց մեծացնեք եւ այլը, այդ լրիվ ԹԳՀԳ կդառնա, բայց այն կարևորագույն բաները ուզում եմ անպայման շեշտեմ։ Ուրեմն սովորեցինք պանակներ ստեղծելը, պանակների մեջ փաստաթղթեր ստեղծելը, փաստաթղթերը մի տեղից մյուսը տեղափոխելը եւ հասկացանք, թե այս ստեղծել կոճակով ինչքան տարբեր բաներ կարող ենք մենք պատրաստել։ Հիմա հաջորդիվ մենք կանցնենք նրան, թե ինչպես կարող ենք թույլատվություններ տալ, որ ուրիշները մեր աշխատանքները դիտեն, մեր աշխատանքները օգտագործեն։ Իսկ մինչև դա, եկեք տեսնենք ինչ հարցեր ունենք գրած, հարց ու պատասխան անենք, եթե ինչ-որ մի բան այն չի նորից ցույց տամ ու արդեն գնանք առաջ։ Հա, նաև այս տեսակավորելը ցույց կտամ, ոնց կարող ենք ավելի հեշտ ձևով գտնել ինչեր ունենք այստեղ ու ընթացքում էլ ինչ կարևոր բան այդ պահին։ Հա, մեկ էլ ֆայլերի ներբեռնում, այսինքն այդ հակառակ process-ն էր։ Եթե մենք կարող ենք համակարգչից ֆայլը բերել այստեղ դնել, PDF լինի, ինչ լինում ա լինի, այստեղից էլ մեր ուզած ֆայլը, մեր ուզած ֆորմատով կարող ենք արտահանել, տանել համակարգիչ։ Ինչու՞ չէ։ Էսա այդ է ցույց կտամ։ Ահա, հիմա տեսնենք, ինչեր ունենք այստեղ խզբզոցներ, հետո ինչ ունենք վերևում, ինչ եք կարծում Մարիանա ջան, դպրոցի զարգացման ծրագիրը կկարողանանք գրել AB-ով, Աննա ջան, նոթբուք LM-ով կկարողանաք գրել, բայց շատ այն որ պետքա հետևողական լինեք, լրիվ քայլ առ քայլ անեք, այնտեղ բան անեք, քայլ առ քայլ անելուց բացի համատեքստը շատ լավ տաք, որ ինքը մաքսիմալ լավ ճանաչի ձեր դպրոցին, ձեր անձնական նպատակները, նախաձեռնությունները եւ այլը։ Ու
քայլ առ քայլ իրենից էլ լիքը հարցեր ստանաք ու գրեք, ինչու՞ չէ, ամեն փաստաբանական աշխատանք AI-ի հատկապես նոթբուք LM-ի հետ կարելի է անել։ Ահա, հիմա մի վարքյան, այսպես, ջուր խմեմ։ Այս դասակ ընդհանրապես մենք չենք նախատեսել այս դասի ձայնագրությունը, որովհետև ինքը AI չի ու մեր հիմնականից է շեղված է, բայց կարծես թե շատ են գրել այդ մասին։ Ինձ համար խնդիր չկա։ Հայտարարել ենք, որ չի լինի, բայց եթե մտածում եք, որ օգտակար է լինելու, եթե սա ունենա, կարող եք գրել, հասկանանք ու ստայդը կարող ենք, այո, դնել պանակի մեջ, որ հեշտ լինի։ Մեր կայքում չդնենք, այսպես Google դիսկի պանակի մեջ դնենք ու ձեզ հետ կիսվենք։ Այսպես, ըհը, ահա, հիմա էլ ինչ ունենք, ստորագրությունը փորձեցի, բայց չի երևում։ Ժորժան, այդ դա երկու անգամ ցույց տվեցի արդեն վերջում, հետո եթե ժամանակ լինի, նորից ցույց կտամ կամ եթե ձայնագրությունը դիտեք, այդ դեպքում կտեսնեք, գուցե հեռախոսով եք մտել մի քիչ ուրիշ տեղ է։ Այստեղ, որ խնդրեմ ցույց կտաք նամակի պատճեն ուղարկելու տարբերակը, հա, ճիշտ եք, լավ հարց եք տալիս, Google դիսկին է, չէ, բանի Gmail-ին է, չէ, վերաբերում։ Երբ նամակ ենք գրում, տեսեք, մենք երկու տարբերակ ունենք այստեղ ընտրելու, գրել կոճակի վրա, որ սեղմենք, օրինակ, գրեցի նամակ ենք, հա, գրում որևէ մեկին, գրեցինք Մարիաննային ենք այս նամակը ուղարկում և պատճեն կարող ենք ուղարկել, սա, եթե հայերեն չեք թարգմանում, CC է կոչվում, այսինքն սեղմում եմ պատճենի վրա և պատճենի վրա սեղմելուց հետո գրում եմ, թե սրա պատճեն ումա գնալու, այսինքն, եթե ես այսպես նշում եմ, որպես պատճեն եմ ուղարկում, այստեղ որևէ մեյլ չի բերում է, օքեյ, ենթադրենք այս մեյլն է, եթե պատճեն եմ սեղմել, հետո եմ դրել, ինքը որպես պատճեն այդ մարդուն գնալու է ու այն մյուսն է տեսնելու է, բայց եթե ցանկանում ենք, որ որևէ մեկին ուղարկենք ու դա ծածուկ լինի, օրինակ ես այսպես ուղարկեցի, երևում է, որ այս նամակը կգնա Մարիաննային, պատճենը, նույն նամակը էլի, կգնա Շուշանի, չգիտեմ այս պատահական ում մեյլ եմ ընտրել և ուզում եմ BCC-ա կոչվում, ծածկագրված պատճենն էլ մեկ ուրիշի ուղարկեմ, որ մնացածները չտեսնեն, որ ես այդ մարդուն նամակ եմ ուղարկել, այդ դեպքում էլ այս BCC-ի վրա եք սեղմում ծածկագրված պատճեն, որից հետո բան եք անում, գրում եք տվյալ մեյլը ու տեսեք ծածկագրված պատճեն և, չգիտեմ, ընտրում եք այստեղ որևէ մեկին և իրեն, որ նամակ գնա, մնացածը չեն տեսնի, որ իրեն էլա գնացել։ Այս BCC-ին շատ լավ է, եթե օրինակ դուք ուղարկում եք նամակներ ուսուցիչների, ծնողների և այլը ու իրականում այդ էթիկայի տեսանկյունից էլ է կարևոր, որ ինչու պիտի ուրիշ մեկի մեյլը տեսնի, էլի դա անձնական տվյալ է համարվում, ձեզ են տվել ձեր մեյլը, դրա համար դուք կարող եք ծածկագրված պատճեն սեղմել ու ծածկագրված պատճենի ներքո տեղադրել մնացած բոլոր մեյլերը, այսինքն օրինակ ես ինչ կանեի այդ ժամանակ, ում եմ ուղարկում, այդ ուղարկողը ես ինքս իմ մեյլը կգրեի, այդ նույն մեյլը, որ միայն այդ տեսնեն բոլոր մասնակիցները և ծածկագրված պատճենը կսեղմեի ու դրա ներքո ես դիմացել, այստեղ կտեղադրեի բոլոր ուսուցիչների մեյլերը, ում ուղարկում եմ այդ նամակը, որպեսզի իրենք իրար նամակներ չտեսնեն։ Ընդ որում մեկ առ մեկ դնելու կարիք էլ չկա, եթե դուք Excel-ի մեջ այդ մեյլերը ունեք, կարող եք այնտեղից բոլորը պատճենել միասին, բերել այստեղ ստավից տեղադրել ու իրար հետևից կշարվեն այդ նամակները, հասցենները ու այդպես շատ հեշտ կլինի արդեն ծածուկ ձևով նամակներ ուղարկել, որ մասնակիցները իրար մեյլերը չտեսնեն։ Այսպես, էս էլ է, հա, կարևոր հետաքրքիր, մեկ էլ մեյլերի մասով շատ ուշադիր եղեք, եթե շատ նամակներ եք ուղարկում, զգույշ էլ եղեք, որտեվ եթե
օրական 500-ից ավել նամակ ուղարկեցիք 24 ժամվա ընթացքում, Gmail-ը ձեզ բլոկ է գցելու, եթե իրար հետևից ուղարկեցիք, ինքը կասկածելու է, որ դուք կարող է սպամ եք ուղարկում եւ այլը, կարող է ձեր նամակները գնան սպամում հայտնվեն, տեղ չհասնեն, կամ էլի մեյլի հետ խնդիր լինի, ինքը ասի հեռախոս հաստատիր եւ այլը, հեռախոս հաստատելն մի քիչ դժվար է հայաստանյան համարների պարագայում, դրա համար մեծածավալ նամակներ ուղարկելիս մաս-մաս պլանավորեք, այդպես ուղարկեք, զանգվածային մի ուղարկեք։ Օրինակ մենք այս ձևով առաջ որ անում ենք 20-20 ենք ուղարկում նամակները, բայց հիմա մենք առանձին email հարթակ ունենք, ավտոմատացված, այդ դրանով ենք անում, Gmail-ով չենք աշխատում, ինքը Gmail-ին կցած է, այսպես ասած։ Ահա, այս այդ հարցը, որը տվեցի, կարծում եմ լավ հարց էր, դրա համար հատուկ անդրադարձա այս մասին։ Հիմա տեսնենք էլ ինչ հարցեր ունենք։ Ըհը։ Իսկ պլանավորած նամակները կարող ենք ուղարկել մեծ ցանկով, ասենք մեկ կամ մի քանի 100 հասցեով։ Հա, կարծես թե այս մասին էլ իմ խորհուրդը այդ կլինի, որ պլանավորելիս այդ ռիսկերից խուսափելու համար շատ խիստ է Gmail-ը։ Դուք 25-25 անեք այդ բաները։ 25 հոգու մի անգամից դնեք, պլանավորեք, հետո հաջորդ 25-ին պլանավորեք առնվազն մի կես ժամ կամ մի ժամ հետո ու զգույշ լինեք օրականը նույնիսկ չթողեք էլի 500-ին մոտիկանա, քիչ արեք։ Մենք եղել է, որ քիչ ենք արել, բայց էլի այդ ռիսկի տակ ենք հայտնվել, ինքը մտածել է, որ մենք, չգիտեմ, շատ ենք էլի, պարբերաբար ուղարկում, մի անգամ չէր, երկու անգամ չէր, վատ է լինում, երբ Gmail-ը ձեզ կասկածում է։ Ինչն էր մեր խնդիրը, շատ mail-ռուեր էինք գրել, ու քանի որ այդ mail-ռուերը խնդիրներ, սանկցիաներ ունեն եւ այլը, ինքը շատ խիստ է իրենց հանդեպ, շատ mail-ռուել էին գրել, մեզ բլոկել էր մի անգամ Gmail-ը, ես գիշերվա ժամը 3-ին 2 ժամանոց տեսազանգ էի ունեցել Google-ի մասնագետի հետ, այն էլ չէին խոսում, ես խոսում էի, իրենք նամակով գրում էին, ինչ անեմ, գրում էի, ցույց էի տալիս, մի խոսքով մի պատմություն էր, խորհուրդ չէի տա, զգույշ եղեք, կամաց այդ նամակները ուղարկեք այդ ռիսկերից խուսափելու համար։ Այսպես, հաջորդը իսկ եթե վճարովից անցնում ենք անվճարի, պահոցը չի բավարարում։ Ժորժ ջան, բան արեք, անպայման նայեք այդ պահին ինչքանն է կազմում ձեր նյութերը ստեղծած ու եթե բան է անում, եթե տեսնում եք օրինակ զրոյականը առանց պրոյին, հա, անվճարը 16 գիգա է, ձերը 17-ա, ինչ որ ֆայլեր ջնջեք, տեղափոխեք, ուրիշ մեյլ դրեք եւ այլն, զգուշացեք, կամ էլ ինքը ամսական թողում է, չէ, փոքր գումարով միայն դիսկը մեծացնել, նախորոք այդ դիսկի փողը տվեք, որ ձեր AI-ը հանկարծ զրոյացնեք, այդքան գումար չեք ուզում, գոնե ամսական, չգիտեմ, 500-800 դրամա ինչա տակ, ձեր տարածքը լինի։ Ես այդպես երբևէ չեմ արել, բայց տեսականորեն այդպես գիտեմ, որ չի պահպանվելու, որտեվ ինքը ծավալը նորից հետ դարձնում է նույնը։ Գուցե այդ պահին ինքը ձեզ շանս տա, ինչ որ նյութեր տեղափոխեք, գուցե շանս էլ չտա, մի անգամից ջնջվի, չեմ կարող հստակ ասել, Gemini-ին որ հարցնեք, կասի, բայց միշտ զգուշավորություն ցուցաբերեք այդ պայմաններում, վստահ եղեք, որ այդ անվճարի սահմանաչափում կտեղավորվեք, հետո այդ ձեր անցումը վճարովից անվճարի արեք։ Իսկ հնարավոր է մի ակաունտից ֆայլեր ուղարկել մյուս ակաունտի մեջ, այսա ցույց կտամ ոնց ենք այդ կիսվում, նաև որպես խմբագիր կարող ենք կիսվել։ Google Disk-ից ոչ անհրաժեշտ ֆայլերը ջնջելուց հետո ծավալի փոփոխություն չի լինում, ինչից է, Նատալիա ջան, գնացեք աղբամանի մեջ էլ ջնջեք։ Հա, այսպես պատասխանել եք, ինչ լավ է մեր ուսուցիչները այստեղ պատասխանել են։ Հա, ես այդ տարբերակներն եմ օգտագործում, գնում եմ անպայման աղբարկղը հենց Google Disk-ի ջնջում եմ, հետո մեր Կարինե ջան, հետո թարմացրեք, պետքա որ խնդիր չառաջանա, գուցե քիչ ծավալով եք բան ջնջել, շատ տարբերություն չի զգացում, հա, գիգաբայթի առումով։ Իմիջիայլոց այնտեղ, որ ձեր Google Disk-ը լցվում է արդեն, ինքը տալիս է, ասում է քո ամենամեծ ծավալով նյութերը էսա, կարող եք հենց ամենամեծ ծավալովներից սկսել ջնջել, տարբերությունը կզգաք։ Այսպես, Google Disk-ից ոչ անհրաժեշտ ֆայլերը ջնջելուց հետո
Հա, շատ լավ։ Տարակարգի նյութերը այսպես են ուղարկում, կարծես, երևի, չգիտեմ, տարակարգի մասով։ Մարիանա ջան, Google դիսկի ծավալի լրանալու դեպքում ինչպես ավելացնեմ, այնտեղ վճարում եք ուղակի Google դիսկին, եթե Gemini Pro-ն չեք ավելացնում, Google-ը թողում է, որ դուք տարածք գնեք, ամսական հաստատուն ամեն ամիս այդ նույն օրը գումար վճարելով։ Այդ մասը իմով կարողա թույլ չտա, որովհետև արդեն մեծացրած է։ Ժորժ ջան, նման ու ցանկացած այդ տիպի հարց, որ առաջանում է, դուք անմիջապես գրեք Gemini-ին դիսկի ծավալը ոնց ակտիվացնել։ Ինքը այնքան լավ է բացատրելու, նույնիսկ կարող է հղում տա, սեղմեք գնաք անեք, հա, շատ-շատ լավ ինքը տեխնիկական հարցերը բացատրում է, այսպես, Սուսանան հարց ունի, OneDrive-ը նույնպես անպային դրույթ է, որը նույնպես օգտագործում եմ, այն զիջում է արդյոք Google Drive-ին, չեմ կարող ասել, որովհետև ես Google Drive-ն եմ միշտ օգտագործել ու օգտագործում, OneDrive-ը չեմ օգտագործում։ Մարիանա ջան, ինչպես մի շատ օգտակար է։ Հա, դուրս կգաք, հա, ոչինչ, դե, երևի արդեն գնացել եք։ Ուրախ եմ, որ օգտակար է։ Մարիանա ջան, կասեք, ինչպես կարող եմ իմ արդեն ստեղծած աղյուսակը պատճենել եւ պահպանել այլ փաստաթղթում։ Ժորժ ջան, այդ աղյուսակը պատճենելը, տեսեք, ենթադրենք, ստեղ մենք մի հատ աղյուսակ ենք ստեղծել։ Օրինակ, հա, արագ-արագ ինչ որ մի բան ստեղծեմ, այս սրանով որ սեղմեք, ենթադրենք սա իմ աղյուսակն է, նախ եթե պատճենեք, տանեք ուրիշ տեղ տեղադրեք, ինքը հնարավոր է չափերը բան անի, փոխվի եւ այլը։ Դրա համար ես եթե այն մնացած շատ բաներ չկա, որ խանգարում է, հա, այսինքն ոչ միայն աղյուսակն ենք ուզում, այլ հենց այս տիրույթն ենք ուզում պատճենել, ամենահարմար տարբերակը նա է լինում, որ մենք բան ենք անում, սեղմում ենք այս եռանկյունու վրա ու կոպիրovat v ու բան։ Տեսեք, նովայա տաբլիցա էլ է ինքը տալիս ու տալիս է գոյություն ունեցող արդեն տաբլիցա։ Կարող ենք սեղմել այս գոյություն ունեցող տաբլիցայի վրա երկրորդը։ Եվ եթե մենք ուզում ենք, ուղղակի ես չունեմ կարծես թե ստեղծած, եթե ուզում ենք տանենք իրեն ուրիշ բանի մեջ Google Sheet-ի մեջ տեղադրենք, ստեղ ինքը տալու է ձեզ, ընտրելու եք այդ Google Sheet-ը ու կողքը ինքը որպես լիստ դնելու է, այսպես ձեր եղածի կողքն է դնելու։ Բայց եթե նորի մեջ եք ուզում պատճենել այս աղյուսակը, սեղմեք ու կոպիրovat v նովայա տաբլիցա ու դուք արդեն ավտոմատ ինքը կստեղծի վերնագիրը կդնեք, հետո կգնաք ձեր Google դիսկից կընտրեք որն է։ Բայց պատճենելու համար զուտ եթե ուզում եք պատճենել, ցանկացած բան ոնց պատճենում եք, նշում եք այս տարածքը Ctrl+C կամ կոպիրovat եւ տանում ենք ենթադրենք այս մի ֆայլի մեջ եմ ուզում տեղադրեմ ու Ctrl+V ինքը ձեր աղյուսակը տեղափոխում է։ Ctrl+C-ն, Ctrl+V-ն պատճենել, տեղադրելն է, լսեց ավելի հեշտ է լինում։ Այսպես, տեսնենք ուրիշ ինչ հարցեր ունենք։ Հա, այսքանը չենք մտապահի։ Լավ, դե ձայնագրությունը կդնենք ու ձեր մեյլերին կուղարկենք։ Դուք էլ կգնաք այն մյուս բաժիններն էլ, որ գտնեք անպայման, չասեք մեզ չի հասել։ Google Vits-ը եթե пассив է, եթե չի բացում, հնարավոր է անվճար տարբերակից է։ Այսպես, շատ լավ ձայնագրությունը կտրամադրենք, այստեղ ունենք ցանկացողներ, Forms-ում ինչպես էինք ժամանակի եւ քանակի սահմանափակում դնում, այս շատ լավ է, այնքան եմ սիրել, այնքան եմ ուրախացել, որ այս գործիքը հայտնվել է ու այս միշտ չի էլի եղել։ Տեսեք, օրինակ Google Forms-ը ենթադրենք այսպես ստեղծեցինք մեր ինքնաստուգվող թեստը եւ այլը, ապուբլիկաված սեղմում ենք հրապարակել, հետո հրապարակել, որից հետո միայն այս բանալիների նշանը հայտնվում է։ Բանալիների վերևում հրապարակված է հրապարակային այս բառի կողքը, բանալիների նշան կա։ Սեղմում ենք սրա վրա ու ինքը թողում է, այստեղ ասում է «Установить срок»։ Սեղմում ենք սրա վրա եւ առաջինը, եթե դատան ենք ուզում, սեղմում ենք, ընտրում ենք մեր ուզած օրը, ժամը, որ դրանից հետո չկարողանան լրացնել, կամ էլ եթե քանակն ենք ուզում, քանակով ենք սահմանափակում։ Այս ներքևն է, դե հիշում ենք, գրիչի վրա սեղմում ենք, գրում ենք վերջում երեխաները թեստը լրացնելուց հետո ինչ տեսնեն իրենց էկրանին։ Ահա, այս Google դիսկի, այս բանի մասը, Google Forms-ի մասը։ Եկեք տեսնենք, ել ինչ անենք։
ֆորման լրիվ չտեսա, դե նորից ցույց տվեցի ես։ Մարիանա ջան, խնդրում եմ նորից ցույց տալ Google Doc-ից ինչպես քույզ սարքել, ես վճարովի եմ, բայց չի ստացվում։ Սովորական ձևով էլ կարող եք բացել, որ բացում եք, ինքը մի հատ վահանակ է բացում, այնտեղ շնիկի նշանը դնում եք ու ընտրում եք ձեր այն Google Form-ը, որտեղ նյութը կա, ընտրում եք ու գրում եք ինքը ինչ անի եւ ստեղծում է հայերենի դեպքում դեռ ինքը խնդիրներ տալիս է, բայց օտար լեզուների պարագայում ինքը մի րոպեում թեստը կազմում է, հարցումը կազմում է, այսինքն դուք Gemini-ով մի հատ թեստ կազմեցի 20-30 հատանոց, դնում եք ձեր Google Doc-ի մեջ, հետո ֆորման ստեղծելիս շնիկով ընտրում եք տվյալ Google Doc-ը ու վերջ, ինքը այդ ֆորման ստեղծում է, այլ կարիք չկա գնաք, մեկ առ մեկ պատճենեք, տեղադրեք հարցը, պատասխանը եւ այլ, անընդհատ փորձարկեք, որ հայերենն էլ արդեն լավ ստացվի, ինձ մոտ երբեմն ստացվում է, երբեմն չէ, չգիտեմ ինչով է պայմանավորված, բայց էդ էլ է ժամանակի խնդիրը, հաստատ շուտով կստացվի։ Այսպես, ինչքան ինչ հետաքրքիր է, որ այստեղ ձեր անունները կարդում եմ, նկարները տեսնում եմ ու հիշում եմ, ով որ խմբից ա եղել, որ հոսքից ա եղել ու շատ եմ ուրախանում, որ ձեզ հիշում եմ, չեմ մոռացել։ Այդ ինձ համար այն որ ուրախությունն է։ Ծանոթ մարդիկ եմ տեսնում, էլի չնայած բոլորս ենք ծանոթ, բայց այն որ չեմ հասցնում ձեր նկարները տեսնել հարցերով ճանաչում եմ, ուրախանում եմ։ Կարինե ջան, եթե դիսկի վրա ներբեռնենք, հետո համակարգչից, եթե ջնջենք, դիսկի վրա չի ջնջվի, չէ, դիսկի վրա միայն պետքա ջնջվեք, որ ջնջվի, համակարգչում ինչ ուզում եք արեք։ Ստելայի ստորագրությունը ստացել, շնորհավորանքներս, մեզ համար կարևոր է շատ, օքեյ, շատ լավ, ուզում եմ խմբի անդամների աշխատանքները տեսնել, ընդհանուր հղում կտրամադրեք, եթե խոսքը AI-ի մասին, Անունե ջան, AI ռեսուրսների շտեմարանի, այդ դրանը դեռ չունենք, սկզբում պատմել էի երկար, ինչի մասին դեռ որակյալ բազան չենք կարողացել ստեղծել, լիքը խնդիրներ ունենք ուղարկած աշխատանքների որակի հետ կապված, դրա համար ֆիլտրում ենք։ Okay, Օլիայի մոտ էլ է ստացվել, ձայնագրության համար շնորհակալություն, ձեզել։ Եթե հնարավոր, հա, okay, Հռիփսիմեն ասում եմ, ցավոք ես նոր տեսա, որ ինձ հուլիսի 25-ի 7-րդ դասի հղումը ուղարկվել է, խնդրում եմ տեղեկացնել դա մենթորների դասներ, եթե այո, Ժորժ ջան, չգիտեմ այդ որ դասներ, այդ նամակներ ուղարկեր բանը, ես չեմ հիշում ու չգիտեմ դուք որ խմբից եք եղել ու այդ խմբի ես ամեն օր տարբեր խմբերում տարբեր դասեր եմ ունենում հղումը եթե եկել է այնտեղ միջև էդ էլ նամակ ստացած կլինեք որ այդպիսի դաս է լինելու այդ օրը կարող եք նայել ըստ դրա կողմնորոշվել ամեն դեպքում դասերի ձայնագրությունները կա եթե դուք ընթացիկ մեկամսյայից եք կարող եք մտնել մեկ ամսյայի մեջ նայել, եթե մենթորներից եք, գնաք մեր կայքը անցած մենթորական դասերն էլ ամենքը իր դիմաց տեղադրվում է։ Կարող եք առանց այս մեյլի էլ գնալ տեսնել ձեր անցած բաժնում ինչ դասեր ա եղել, ամենքի դիմաց իր ձայնագրությունը կա, նայեք արդեն։ Կամ եթե ես սպառիչ չպատասխանեցի, Նարեին գրեք ինքը կուղորթի։ Մարիանա ջան, իսկ Google Tablets-ային նյութը կարող ենք տպել, ինչպես ուղղահայաց կամ հորիզոնական։ Okay, հա, ամեն ինչն է կարող եք տպել, եկեք հիմա ցույց տամ։ Ենթադրենք, այս մեր նյութն է, դե նախ կարող ենք ջնջել, օրինակ, այս տողերը այստեղ ավելորդ է, ես սենց ձախ մասը, մկնիկի ձախը սենց բռնում եմ, տանում եմ, հետո աչ կլիկ եմ անում ու ուդալից ուդալից եմ անում, որից հետո այստեղ ֆայլը որ գնանք, լիքը բաներ կա, տպելու կոճակ կա եւ այլը, այդտեղ կտեսնեք, պիչած։ Ես ինքս շատ եմ սիրում բաները անել, կլավիատուրա ստեղնաշարի ստեղներով անել, որովհետեւ շատ հեշտ է այդպես ստացում, կոնտրոլ կոճակը սեղմում ենք, պի ենք անում, պի պրինտ էլի, այսինքն պրինտ անել, այդպես կհիշեք, կոնտրոլ P կամ էլ այնտեղից պիչած, որ սեղմում ենք, ինքը այսպես բացում է մեր տպելու տարածքը, դες ցույց է տալիս, որ լինելու է այսպես, կամ կարող ենք կնիժնի ընտրել, կամ ընտրել այսպես ալբոմնի ու ֆունկցիաներ կա իհարկե մասշտաբը կարող եք փոխել, տեսեք հորիզոնական, էսել ուղղահայաց, ոնց ուզենաք, էլի դուք այստեղ նայեք, տեսեք ձեր նյութը ոնց է տեղավորվում ու ձեր ուզած ձևով արդեն անեք, կարող եք տոկոսը իջացնել, եթե չի տեղավորվում աղյուսակը, տոկոսը իջացնել, որ
տեղափոխվի, օրինակ обычный 100%-ա, բայց կարող ենք սենց օրինակ ասել լայնության բարա, երկարության բարա եւ այլ, հավանենք այդպես անենք։ Հետո այս վերևից սեղմում ենք դալի կոճակին, ու ինքը այս print անելու հայտնի բանը բերում է, այս մեր printer-ն է, այստեղ եթե բոլոր էջերն ենք ուզում նշում ենք բոլոր էջերը, միշտ ստուգեք ինքը այս մասում ցույց է տալիս քանի էջ է իրար հետևից տպելու կամ ինչա երևալու ձեր էջի մեջ։ Եթե հավանում եք, print եք սեղմում, այստեղ եթե չեք հավանում, այլ նաստրոյկաներ էլ կա, բայց չխորանամ հիմա դուք կարող եք օրինակ այստեղ փոխել մասշտաբը, այստեղ փոքրացնեմ մասշտաբը, ենթադրենք, որ ամեն ինչը տեղավորվի, տեսեք մասշտաբը փոքրացրեցի, իմ աղյուսակը փոքրացավ։ Եթե ձերը դուրս էր մնում այստեղից, բայց ուզում եք ամեն դեպքում ուղղահայաց անել, եկեք այս scale-ը, հա, մասշտաբ, սեղմեք, sense տոկոսի իջացրեք։ Ու հետո կսեղմեմ print, դե հիմա չսեղմեմ, իմ printer-ը միացած է, անիմաստ չտպի։ Սեղմում ենք print ու արդեն ինքը տպվելու է։ SLS ու ցանկացած ֆայլ, նույնը նաև այս սրան է վերաբերում, եթե ես ուզում եմ տպել, Ctrl+P եմ սեղմում, կամ էլ ընդեղից պիչած ու արդեն կարգավորումները ցանկության դեպքում տալիս եմ և տպում եմ։ Այսպես, դասը ուզում եմ ավարտենք մոտ 10-15 րոպեից, եթե հարցերը շատ չլինեն, ամսի մեկին չի դասը լինելու, մենք ձեզ հայտարարելու ենք երբ է լինելու, մենթորականների բոլոր դասերի ձայնագրությունները լինելու է։ Ահա, ոչ, քանի որ մեկ դրայվը եւս 10 օքեյ, այստեղ կարծես թե OneDrive-ի մասին է պատասխանը, Դուստրիկ ջան, շնորհակալություն։ Իսկ Google դիսկից հնարավոր է նյութերը, օրինակ նկարները քաշել ֆլեշկայի վրա ու տեղ ազատել։ Դե Արմինե ջան, գիտեք ինչ եք անելու, տեղադրելու եք ձեր ֆլեշկայի վրա ու հետո Google դիսկից ջնջելու եք։ Այսինքն ձեր տեղը ազատվելու է, եթե ջնջեք։ Դե հիմա ջնջելուց առաջ դուք մտածեք, ուզում եք տարեք ֆլեշկայի վրա դրեք, ուզում եք տարեք ձեր Google համակարգչի վրա դրեք, ուզում եք ձեր ընկերոջը ուղարկեք, հետո ձեր մոտից ջնջեք, ինչ ուզում եք արեք։ Կարևորը որ ուղարկեք, ապահով լինի այն ուրիշ տեղ ու ձեր մոտից ջնջեք արդեն։ Այսպես, ըհը, շատ լավ, ձեզ է շնորհակալություն։ Այս տեսություն եք ասում արդեն։ Ես չեմ ավարտել։ Մարիանա ջան, ԱԲ ակումբի հուլիս ամսվա դասի ձայնագրություններից միայն երրորդն է իմ մոտ երևում, մնացածները ինչպես փնտրեմ։ Որի թույլատվությունը դուք ունեցել եք, բոլորն էլ կա։ Եթե ընթացիկ խմբից եք, ընթացիկ խմբին քիչ դասի ենք թողել մասնակցեն, դուք ամբողջ դեռ չէիք անցել էլի դասը դրա համար։ Դուք ամբողջ օգոստոսը մեր ակումբում լավ հավես դասերի ու գործնական աշխատանքների եք լինելու, եթե ընթացիկից եք, եթե չէ, Նարեին գրեք, հա, կամ նունեին այդ տեխնիկական հարցերով իրենք հասկանան ինչն է խնդիրը ձեզ մոտ։ Բոլորին հասանելի իմ կողմից բացված նյութը, եթե լիչնիից ջնջենք, իրենց մոտից էլ կջնջվի, հա, միշտ արմատը, եթե ջնջում եք, ջնջվում է, տեսեք, նույնը նաև նոթբուք LM-նա Gemini-ն է, մեր ուսուցիչներն են, մեզ հետ կիսվում են, հետո ջնջում են, աղբյուրը եթե ջնջեցիք, ինքը ջնջվելու է, բայց եթե ձեզ հետ են կիսվել իրենք, դուք ձեր մոտից կարող եք ջնջել, ձեր մոտից է ջնջվելու, իրենց մոտ է սկզբն աղբյուրը, այդպես չի ջնջվելու։ Այսպես, ստորագրությունը արել եք, շատ լավ է։ Ձեզ լսելու համար միշտ պատրաստ ենք, Մարգուս ջան, ողջույն։ Ես վաղուց եմ ծանոթ Google Disk-ին, բայց կարոտել էի ձեզ, շնորհակալ եմ, շատ լավ, ես էլ ձեզ էի կարոտել։ Google Photo-ն կարելի է ժամանակավոր ապա ակտիվացնել, հա, այս հարց չէ երևի։ Եթե օգտագործում եք Google Photo-ն, հա, ես օրինակ չեմ սիրում Google-ի մեջ իմ ֆոտոները պահել։ Պատմվածքների գիրքը չեմ կարողանում տպել, հնարավոր է նոթբուքից լինել։ Այսինքն printer ունեք դուք, դե պատմվածքների գիրքը պետքա ներբեռնեք որպես PDF, եթե PDF եք ներբեռնում, դա գալիս ձեր համակարգչի մեջ է մտնում։ Ու որպես ինչպես համակարգչի մնացած նյութերը, այդպես է դա պետքա կարողանաք նույն ձևով տպել, որևէ խնդիր չառաջացնի։ Ձեր դասընթացներին ենք մասնակցել, բայց լավագույն է։ Շատ դասընթացների եք մասնակցել, ուսուցողականը ձերն է, սիրով Գայանե ջան։ Դե ինչ անենք, բոլորս շատ փորձառու մասնագետներ ենք, շատ կարևոր է բոլորի ժամանակը, մաքսիմալ պետքա օգտակար դարձնենք էլի այդ ժամանակը։
Մի ակաունտից մյուս տեղափոխելը ցույց տվեցիք, կարող է ակաունտից չենք տեղափոխում, ակաունտի դոստուպ ենք տալիս, հեսա շարունակում եմ այդ մասը ցույց տամ։ Ուրախ եմ մենթորների խմբին ուզում եք միանալ, ձեր նամակները ստուգեք, միջև ամսվա վերջ նոր խմբի հավաքագրման համար կուղարկենք։ Հա, իմիջիալով Ժողովուրդ ջան, ամենակարևորի մասին մոռացա։ Օգոստոսի 1 էստեղ հարց ունեիք։ Օգոստոսի 1-ին մենք բաց դռների օր ենք հայտարարել, որտեղ հրավիրում ենք ձեզ, ովքեր որ լավ նյութեր են ստեղծել, ովքեր որ վստահ են, որ AI-ի միջոցով իրենց կյանքը, իրենց աշակերտների կյանքը փոխվել է կամ փոխվելու է եւ ասելիք ունեն, ուզում են այլոց մոտիվացնել, հաջողակ պատմություններ ենք ներկայացնելու, 5 կլինեն մեր մենթորներից, 5-ն էլ կլինեն մասնակիցներից, այնտեղ ֆորմա ենք ուղարկել այսօր, բոլորդ պիտի ստացած լինեք, եթե կարծում եք, որ դուք ասելիք ունեք, լրացրեք այնտեղ համապատասխան դաշտերը եւ ձեր ամենալավ բազմաֆունկցիոնալ ստեղծած նյութը դրեք, որով որ կուզենայիք այդ հանդիպման ժամանակ, որտեղ հարյուրավոր ուսուցիչներ կլինեն, կիսվեք դրա նյութով, պատմեք ոնց է ձեր կյանքը փոխվել։ Մենք բնականաբար շատ տարբերակներ ենք ստանալու, ժամկետ ենք դրել այնտեղ, ազատ այդ ժամկետը պահեք, եթե ուզում եք նոր լավ նյութ ստեղծեք կամ ձերը բարելավեք, հետո ուղարկեք, մենք կտեսնենք ինչքանով է ձեր նյութը ոչ հասարակ, հա, համոզված եմ բոլորդ էլ նյութեր ստեղծում եք, բայց այն որ ասելիք լինի ու ինչքանով է ձեր մոտիվացիան շատ, որ ուրիշներին ձեր ելույթով մոտիվացնենք, 5 հոգու այս этаպում կընտրենք ու հետո ձեզ հետ կկապվենք, կազմակերպչական մասերով կասենք այդ հանդիպումը ոնց է լինելու, որպեսզի դուք դառնաք մեր այս բաց դռների օրվա աստղերը ու ձեր փորձով հարյուրավոր ուսուցիչների առջև կիսվեք։ Այդ անպայման կլրացնենք, մենք մեր մենթորական թիմով կնայենք, դիտարկումներ կանենք, այն միքս կանենք լավագույն 5-ին, այս պահի դրությամբ ովքեր ամենալավ նյութերը, ամենալավ այն լրացրած ձևերը արեցին, բան կանենք, հա, կընդգրկենք։ Հետագայում էլ շարունակաբար նման միջոցառումներ կանենք, ընդ որում մեր ընթացիկ խմբերը ունիկալ խմբեր են, ես չգիտեմ ինչով է պայմանավորված, բայց շատ լավ աշխատանքներ անողներ ունենք, մի անգամից են, որ առաջին դասից հետո դուք մի մտածեք, որ կարող է շատ բան չգիտեք, ես կուզեի, որ օրինակ 1-2 հոգի էլ հենց ընթացիկ խմբերից ներգրաված լինի, որ դուք ցույց տաք, որ անգամ դեռ ընթացիկ լինելով, անգամ մի անգամ այդ դասը լսելով դուք այդպիսի հրաշքներ եք հա ստեղծում են, որ շատ երկար ժամանակ պետք չի։ Այնպես որ մեր ընթացիկի մասնակիցներին է կսպասենք։ Բացի դրանից էլ Էլի դրա ընթացքում Gemini-ի 4-ամսյա բաժանորդագրություն ենք խաղարկելու, եթե մասնակիցների քանակը շատ եղավ, դրա համար կխնդրեմ, որ մեր Facebook-ին էլ նայեք, reel ենք տեղադրելու, այսօր նկարել ենք այդ reel-ը, հրավիրենք բոլորին, դուք էլ կիսվեք, չգիտեմ, ձեր ուսուցիչներին, գոլեգաներին էլ ուղարկեք, իրենք էլ մտնեն, այդ մեր հաջողության պատմությունները տեսնեն, նաև դուք էլ նշեք, որ այդպիսի բաներ եք ստեղծում եւ այլը, եւ շատ մասնակիցներ եթե ունենանք, արդեն կխաղարկենք մոտ 10 հատ անվճար պրոբաժանորդագրություն 4-ամսյա։ Այսպես, հիմա գնանք առաջ։ Նոր խորացված նոր դասընթացներ այո ունենալու ենք։ Ես էլ ձեզ եմ սիրում։ Մեկամսյա դասընթացի ոչ թե շարունակությունն են վարելու մենթորները, այլ ավելի խորացված նեղ դասեր ենք վերցնելու ու նեղ գործնական թիմային աշխատանքներ ենք ունենալու, որ այս ամեն ինչը ամեն ինչի մեջ հմտանաք, բոլոր նրբություններին տիրապետեք, օրինակ տեսեք Google չէ, Web Edge շատ-շատերը ստեղծում եք, բայց քչերն են կարողանում Web Edge-երի մեջ 3D մոդելներ առանձին սարքել դնել կամ YouTube-ի հղում բերել դնել, կայքի հղում բերել դնել եւ այլը, այսինքն դա նույն գործիքն է, բայց ավելի խորացած, այդ նման ձևով դասեր կունենաք ու բացի այդ, այո, նոր AI գործիքներ էլ կսովորեցնենք ակումբի շրջանակում, իսկ նոր դասընթացներ, որ այդ մենթորները նոր դասընթացներ էլ այո նախատեսում ենք, նաև ձեզ համար դա արդեն ես եւ համակցված ձևով երևի իմիջիալոց դասվարների խմբից չգիտեմ ովքեր են հասցրել մեր աստղիկին ճանաչել Գևորգյան
մեր մենթորներից է Աստղիկ Գևորգյանը օգոստոսի 1-ից պաշտոնապես միանալու է մեր կենտրոնին, արդեն որպես թիմի անդամ, աշխատակից, կրթական նորարարությունների գծով մասնագետ, օգնելու է մեզ մեր ծրագրերը ավելի կատարելագործենք, նոր գործիքներ մտցնենք եւ այլն ու հետո նաեւ ինքն էլ է ընթացքում դասընթացներում դասավանդելու։ Ու մենք պլանավորում ենք հենց այդ շարունակական աճը, որ մասնակիցները դառնան մենթոր, մենթորները դառնան մեր կենտրոնի աշխատողներ, որովհետեւ մենք միշտ իրար հետ լինենք։ Այսպես, հիմա գնանք առաջ, հա, ներբեռնել չի թողում, չէ, բայց պետք է այդ կոճակը լինի, Ժորժ ջան, հիմա չգնամ, բացեմ այդ, Մարիաննա ջան, ցանկանում եմ Աստված օրհնի քեզ եւ ավելի ուժ ու եռանդ տա, ինձ թվում է այդպես է հենց կա, ես ձեզ որ տեսնում եմ, այդ եռանդը ինքն ինստինկտյան գալիս է, միշտ մայրիկս ասում է, չես հոգնում այդքան խոսից, ասում եմ, չէ, այնքան եմ ոգևորվում հակառակը, որովհետեւ չգիտեմ, մեր ուսուցիչները մեր կենտրոն եկող շատ ուրիշ են, էլի, ես չեմ կարող հոգնել դասից կամ չգիտեմ, հակառակը մոտիվանում եմ միշտ։ Հիմա եկեք գնանք այդ կիսվելու պահը ցույց տամ։ Տեսեք, սա մեր պանակն է, մենք կարող ենք ցանկացած փաստաթուղթ կիսվել ուրիշների հետ։ Ու այդ կիսվելը ինքը շատ խելացի ձևով է թույլատրում, ասում է, ուզում ես միայն տեսնեն իրենք, ոչ մի բան չկարողանան անել, ուզում ես կարողանան մեկնաբանություն գրել, բայց քո իսկական ֆայլը չփոխեն։ Մեկնաբանությունը ասենց կարմիրով դու տեսնես, ուզենաս ընդունես, ուզենաս ջնջես գնա։ Ուզում ես թողես, որ ինքը մի անգամից մտնի քո ֆայլը խմբագրի, ուզում ես թողես, որ ինքը, չգիտեմ, կարողանա մեջին որևէ բան գրի, չկարողանա գրի, կարողանա ներբեռնի եւ լիքը սահմանափակումներ կարողանում ենք դնել։ Այն հիմնականները հիմա ցույց տամ։ Տեսեք, օրինակ, եթե ես այս պանակի մասով այդ սահմանափակումները դնեմ, ինքը վերաբերելու է պանակի մեջ եղած բոլոր նյութերին։ Բայց եթե ես ուզենամ կոնկրետ որևէ մեկով կիսվեմ, կգնամ որևէ մեկով կկիսվեմ։ Հիմա ենթադրենք, ես ուզում եմ իմ այս AI գործիքներ պանակով կիսվել այլոց հետ։ Տեսեք, այս տարբերակի դեպքում ինչ ենք անում։ Սրա դիմացի 3 կետի վրա ենք սեղմում, նախ կարող ենք մենք միանգամից ներբեռնել այդ պանակի նյութերը, կարող ենք վերանվանել, կարող ենք Gemini-ին ինչ-որ բաներ հարցնել, ասել այս պանակի մեջ մի հատ ֆայլ ունեի, մեջը գրած էր էս ինչը, ո՞րն էր այդ ֆայլը եւ այլ ինքը կպատասխանի մեզ այս վճարովի դեպքում։ Ունենք կիսվել կոճակը։ Հիմա դա եմ ցույց տալիս։ Տեսեք, կիսվելու վրա որ սեղմենք, գրած է բաց մուտք, սեղմում ենք սրա վրա։ Տեսեք ինքը մեզ ինչ հնարավորություն է տալիս։ Այս ներքևում որ բանալիների նշան կա, սա նշանակում է, որ մեր տվյալ պանակը կարողանալու է տեսնի միայն այն Gmail-ով մտած մարդը, ում այստեղ մենք կնշենք։ Օրինակ, Մարիաննա Խաչատրյան եմ նշում ու ինչ եմ անում։ Կողքը թույլ է տալիս ես ընտրեմ։ Ուզում եմ, որ Մարիաննա Խաչատրյանը մեզ պապկայի հետ ինչ անի։ Առաջինը, որ կարողանա միայն տեսնի իմ նյութերը, չկարողանա մեջը փոփոխություններ անի։ Օրինակ ձեր աշակերտներին ուղարկելուց կամ ձեր դասընթացի մասնակիցներին եւ այլ ուղարկելուց, այսպես արեք, ուշադիր եղեք, էլի, որտեվ եթե ռեդակտոր նշեք իրենց, սենց չնայեք էլ աչքերը փակ օրինակ անեք, մեկ էլ տեսնելու եք ձեր իրական ֆայլերը փոխվել է, ջնջվել է, այնտեղ մասեր կա, ինչ որ էլ չկա եւ այլ ասելու եք, էս ինչ եղավ սրա հետ։ Այսինքն ում որ տվեցիք այսպես ու ինքը եղավ խմբագիր, հա, ինքը կարող է ցանկացած բան այնտեղ ջնջի, փոխի, թեկուզ Word-ի մեջ է, Excel-ի մեջ է, ձեր օրիգինալն էլ է փոխվելու։ Դրա համար ուշադիր եղեք, զգոն եղեք։ Օրինակ, եթե թիմային աշխատանք ենք կատարում, մենք ենթադրենք մենթորներով ինչ որ գաղափարներ են քննարկում եւ այլը, ես այստեղ կդնեմ իրեն ռեդակտոր բոլորին, հա, իրար հետևից կդնեմ մեյլերը, ընդ որում էլի եթե մի հատ առանձին տեղ բոլորի մեյլերը ունեք, պատճենեք, բերեք այստեղ տեղադրեք, մեկ առ մեկ մի արեք եւ ինչ ենք անում այստեղ, հա, եթե ես ուզում եմ, որ իրենք էլ մտնեն, այդ պապկաների մեջ ինչ որ բաներ ներբեռնեն, Word-ի մեջ կարողանան մտնեն, փոփոխեն եւ այլ, ես թողնում եմ իրենց խմբագիր։
Ու այստեղ այս բծիչկան, որ ակտիվացնում ենք, իրենց Google-ը նամակ է ուղարկում ու ասում է, գիտես, այսինչը քեզ հետ այսինչ բանը կիսվել է։ Բայց դուք եք էլի իման, ուզում եք ակտիվացրեք, ուզում եք մի ակտիվացրեք, եթե չենք ուզում կարող որևէ բան փոխեն, չիտայցել, որպես կարդացող ենք միայն դնում էստեղ ու իրենք չեն կարողam երկրորդը մեկնաբանություն գրող, այսինքն այսպես որ մեր ֆայլը արեցինք, ինքը մեջը, նյութերի մեջը կարողանալու է կոմենտ գրի մենակ ու դա ուրիշ գույնով արտացոլվելու է ու ձեր իսկական ֆայլում, ասենց օրինակ տվյալ բառի կողքը գրվելու է ցույց է տալու, որ օրինակ Մարիաննա Խաչատրյանը ասում է լավ կլինի այս բառը փոխենք այսինչին։ Հա, սրա տեղը էս գրենք։ Հիմա ես օրիգինալ ստեղծողս կկարդամ, եթե ինձ դուր գա այդ մեկնաբանությունը, օքեյ կսեղմեմ, կփոխվի, որտես այս ջնջվում է, կողքը գրում է։ Եթե ինձ դուր չի գալիս իր մեկնաբանությունը, ես X-ով փակում եմ, չեմ թողում, որ այնտեղ ինչ որ մի բան փոխվի, այսինքն, տեսեք, եռամակարդակ, առաջինը ոչ մի բան չի կարող անում անի, երկրորդը անում է, բայց միայն խորհուրդներ է տալիս։ Մենք ենք վերջնական որոշում փոխենք ֆայլը թե չէ, եւ երրորդը որ կարողանում է խմբագրի։ Այս ու ցանկացած մանր-մունր հարցերով նորից եմ ասում, դուք Gemini-ին մի բան որ գրեք, ասեք, այն որներ է, որ չենք թողնում, այն որներ, որ այս բաները ինքը շատ լավ անում է։ Ինձ թվում է հիմա դուք չեք էլ այս ամեն ինչը բայց այս հնարավորությունները իմացեք, որ մտահորիզոնը ավելի լայնացնենք, ու այդ պահին AI-ին արագ հարցնենք, որ ուզում եմ այս անեմ, կասես դանդաղ ոնց անեմ, քայլերով կասի կգնաք կանեք, էլի։ Հիմա այստեղ отправить կարող ենք սեղմել, եթե բծիչկան ակտիվացրել ենք, իր մեյլին գնում է, բայց սովորաբար մարդիկ չեն նայում մեյլը, չեն հասկանում, ձեր անունից չնամակը գնում եւ այլը։ Այստեղ բանի հղման նշան կա։ Դուք կարող եք հղման նշումին սեղմել պատճենել, այստեղ հա отправить սեղմել, այնտեղ Google-ը իրեն նամակ կուղարկի, բայց այս հղումը դուք էլ առանձին ուղարկեք WhatsApp-ով, նամակով, մեյլով եւ այլ, ասեք, այս բանակն է։ Հիմա ինքը եթե մտավ այդ բանակը, ձեր բոլոր նյութերը տեսնելու է տվյալ մեյլերով ակտիվացված հաշիվները միայն։ Հիմա եթե ես ուզում եմ, որ արար աշխարհը իմանա, կարողանա, հա, այդպես գախնի նյութ չի եւ այլը, ասենց չեմ էլ ուզում գնամ նստեմ բոլորի մեյլերը բերեմ, այստեղ տեղադրեմ, կարող եմ այս 3 կետի վրա սեղմել եւ կիսվել нышանի вրա, նորից եմ գալիս այս բաց մուտքի վրա ու ներքևի հատվածում որ բանալու նշանա, доступа սահմանափակա, все у кого есть ссылка, սեղմում եմ, սա այս մեր հայտնի գլոբուսի նշանը, որ հայտնվում է, վերջ, կոպիրovat ենք անում հղումը, գատով ու ուղարկում ենք այս հղումը բոլորին, ձեզ ուղարկեմ, դուք էլ ուրիշի ուղարկեք, ուրիշն էլ ուրիշի, բոլորը կկարողանան գան իմ ֆայլերը դիտեն, կամ եթե խմբագրել տամ, իմ ֆայլերը խմբագրեն, դրա համար այս կիսումների պահը զգույշ եղեք։ Ժողջան, տեղափոխելու մասը, այդ տեղափոխել ասածս ու մեկից վերցնել տեղափոխել մյուսը չենք կարողանում անել, բայց եթե ուզում ենք օրինակ զուգահեռաբար համ այստեղ աշխատել, համ այնտեղ աշխատել, այս խմբագրման մասն է, էլի, որ կարող ենք այդպես տեղափոխել նաև այնտեղ ու տանել, հաշվենք մերում ենք, էլի ստեղծել, նույնն է, ամեն ինչը այնտեղ կարող եք անել, բայց իմացեք, էլի, եթե այստեղից ջնջեցիք, էլի իրանց մոտ էլ է ջնջվելու։ Տեղափոխությունը որպես այսպիսին տեղափոխություն չի ինքը համարվում, բայց հնարավորություն է տրվում, որ ուրիշ մեյլով էլ կարողանանք մեջը մտնել աշխատել։ Ահա, այս մասն է։ Հիմա եթե բան անեք, նոթբուք էլ եմ հիշեք, այս ու կավո ես ссылка միշտ ասում ենք, չէ, եթե բանի նշանա, բանալու նշանա սեղմեք, աշխարհի նշանը դրեք, որ կարողանանք ձեր նոթբուք LM-ի ֆայլերը տեսնել։ Նույն տրամաբանությունն է, էլի, որտեղ Google-ի էկոհամակարգի մասեր են բոլորը։ Հիմա այս եթե պապկան ուզում ենք տեղափոխել մի ուրիշ տեղ, ենթադրենք ես այս պապկան օրինակ ստեղծել եմ այստեղ, բայց հետո փոշմանել եմ, նույն ձևի պապկան էլ կարող ենք փոխել։ Հանրահաշիվ պապկան վերևում տեսնում եմ դասի պլանների մեջ է։ Որոշում եմ դասավորածությունս փոխել։ Այս դիմացի 3 կետի վրա կսեղմեմ, ոնց որ առանձինն եմ արել, այստեղ էլ համակարգել, առաջինը տեղափոխել եւ կգնամ արդեն կընտրեմ, որ պապկայում ուզում եմ, կտանեմ արդեն այդ պապկայում կտեղադրեմ ես իրեն։ Այսպես ուղղակի sense վրան կսեղմեմ պերեմեսից ու արդեն ինքը կգնա այդ պապկայի մեջ կմնա։ Այսինքն այս տրամաբանությունը նույնն է, դա լինի պապկայի համար, դա լինի ձեր ներբեռնած PDF-ի համար, նկարի համար, տեսեք օրինակ նույնն է նկարն է, ես այս նկարը եթե այսպես
3 կետի վրա սեղմեմ ու կիսվել նշանի վրա սեղմեմ կամ տեսանյութ եմ տեղադրել զապիսի եւ այլը, все, у кого есть ссылка, все, կոպիրovat անեմ, ուղարկեմ իրենց, իրենք կկարողանան տեսնել արդեն ամեն ինչը։ Հիմա այս սրանց դիմացը բաները հայտնված, որովհետև ես արդեն մի անգամ այդ դոստուպը տվել, կիսվել եմ։ Դուք իհարկե ցանկացած պահ կարող եք հետ գալ, այդ դոստուպը հետ վերցնել, եթե փոշմանել եք, եթե պետք չի եւ այլը։ Հիմա առանձին, ինչպես ասեցի, այդ ամեն ինչի մասով մենք կարող ենք անել մեր գործողությունները։ Եթե օրինակ ամբողջ պանակը չեմ ուզում, միայն այս մասնիկներ դոքնա, Excel-նա, նկարա, վիդեոյա, սա եմ ուզում կիսվեմ, գալիս ենք սրա վրա սեղմում ենք ու այդ նույն ձևով կիսվելու դոստուպը տալիս ենք։ Հիմա էլ ինչ կարող ենք անել։ Այս մեր բանը Google-ի ֆայլն է, այդտեղ Word-ն է, հա, մեր նյութերը դասի պլաներ ESN-են ստեղծած այստեղ։ Հիմա ինչ կարող եմ անել։ Այստեղ լիքը բաներ կարող ենք անել իրականում, չխոսենք այս զուտ բան գործիքների մասին, գլոբալներին, հա, անդրադառնամ ու սրանով էլ ավարտենք։ Տեսենք, այս ֆայլի վրա որ սեղմենք, նախ կարող ենք էլի make copy անենք, создать copy ու ինքը սրանից մի հատ էլ կստեղծի։ Օրինակ, ասեմ ինչի կարողա ծառայի, ես ենթադրենք լինում է, մի հատ սարքում եմ իմ նյութը, իմ մոտ պահում եմ, մի հատ էլ ուզում եմ ուրիշի հետ կիսվեմ, որ ինքն է մեջը կարողանա աշխատի անմիջապես, բայց ես վախենում եմ ամեն դեպքում ինքը կարողա չիմանալու սաղ ջնջի ընդեղ եւ այլը, ես միշտ իմ запасной այդ պահոստային կոպիան կունենամ, էլի։ Հետո, поделиться, այստեղ սկաչեց, ներբեռնելու բանը կա, տեսեք, որ սեղմենք, այս զնակը միշտ ներբեռնելն է, չէ, այս նշանը, սեղմում ենք ու ինքը ասում է, որպես ինչ ես ուզում ներբեռնեմ, Microsoft Word կամ PDF, այն որ միշտ հարցում եք նաև, ոնց որ բանը դարձնեմ PDF, հա, եթե ուզում եք PDF դարձնել այլ գործիքներ, այլով PDF-ը բանը չեք օգտագործում, ձեր Word-ը կարող եք բերել դնել էստեղ, օրինակ, կամ եթե հենց Google Doc-ա ստեղծած, տարբերություն չկա, էլ այն կբերեք, կվերածեք Google Doc-ի, թե հենց ամիջապես կստեղծեք, ու բան, սկաչած կակ PDF, սեղմեցի ու վերջ, ինքը իմ ֆայլը կդարձնի PDF, տես որպես PDF անմիջապես ներբեռնվեց այստեղ։ Շատ հեշտ, հարմար գործիք է, որպես Word կարող եմ ներբեռնել, այս սրանք ինձ թվում է շատ խորանալ, ձեզ պետք չի տարբեր ֆորմատներ, որտեղ տարբեր տեղերում, հա, կարող է տարբեր ֆորմատներով մեզ պետք կա անվանելն է, այս նույն գործիքներն է, կարող ենք փոխել, կարող ենք յառլիկ ավելացնել, կարող ենք ջնջել ընդհանրապես եւ այլը, ու նաեւ ինքը ցույց է տալիս մեր փոփոխությունների պատմությունը։ Իմիջիայլոց Excel-ի մեջ էլ այդ հետաքրքիր լավ ֆունկցիան կա, եթե դուք ինչ-որ ստուգողական մեխանիզմ ենք ուզում դնել, ենթադրենք այս ֆայլը Excel-ի դոստուպը բացում եք միայն այս ֆայլի, տեսեք, բացած վիճակում, նորից եմ ցույց տալիս, նույնն է, բայց այս մեջից եմ ցույց տալիս, այս X-ի վրա настройки դոստուպա բանալու վրա կսեղմենք, ես այստեղ կդնեմ փակ, որ միայն իմ ուզած մեյլերին կարողանամ դոստուպ տալ, հետո խմբագրող իրենց կդնեմ, որ կարողանան մեջը գրեն ու ենթադրենք отправить կանեմ, սրանից հետո իրենք կարողանալու են մտնել իմ բանի մեջ աշխատել, ու ինչ կարող են աշխատել, օրինակ, ասում ենք ինչ-որ մի հատ բան ենք ստեղծել, մտեք աշխատեք, ինչ-որ բաներ գրեք, հա, ու որ գրեն արդեն իրենք, ենթադրենք մասնակցել եմ, հա, դուք կարող եք հետո տեսնել, էլի պատմությամբ, երբեն իրենք այդ բառը այդտեղ գրել ու եթե գրել ջնջել են հետո ուրիշ բան են փոխել եւ այլը տեսնեք նախկինները ինչ ա եղել կամ ով ա գրել ինքը նույնիսկ էդ էլ ա ցույց տալիս դենց աչ կլիկի վրա որ սեղմեք ինքը որպես իստորիա ցույց ա տալու հիմա ես տեսեք իստորիա is մինենի ես ինքս եմ արել տակը գրում է այսինչան մեյլով մարդը այսինչին ժամը այսինչին ստեղ գրել է այսինչ բառը ու եթե ուրիշ էր հետո փոխեց այդենց ժամերով ինքը ցույց է տալու ով էր կոնկրետ այդ վանդակում այդ բանը գրել էս էլ որպես վերահսկողական մեխանիզմ կարող եք օգտագործել իրականում այս Google Sheet-ը շատ լավ ֆունկցիաներ ունի ես իրեն անսահման սիրում եմ